Ղուկասյան, ըստ մեր ավանդույթի մենք մեր հյուրերին հենց սկզբից թույլ են տալիս, որ ես մի քանի հարց տամ, բլից հարցեր տամ, որովհետեւ դուք ճանաչելի անձնավորություն եք բոլորի համար, թե ոչ մենակ Գյումրեցու։ Հայաստանից դուրս, պետք չէ էլի, որ այդքան բան անեն, որ մարդկանց, բայց այն խորքը թաքնված բաներ կա, որ մենք միգուցե կուզենանք ճանաչենք, դրա համար հարցը այդքան շատ քաղաքական չի լինելու, ինչքան մարդ տեսակի ճանաչելու համար ալնելու, պարոն Ղուկասյան։ Եվ ձեր թույլտվությամբ մի քանի հարց ձեզ տամ, էլի, բլից դուք կարաք պատասխանեք, որ շարժվենք առաջ։ Համեցեք, ուրախ կլինենք։ Ուղղակի մի քիչ լավ չի լսվում, կամաց է։ Դուք այնպես կամաց տվեք, որ ես լսեմ հեռախոսը ինչ որ չգիտեմ կամաց է, ասա ես հասկանամ։ Շատ լավ։ Մտանջալի։ Ինչի մասին երբեք չեք բարձրաձայնի եւ կուզենայիք մոռանայիք։ Ինչի մասին երբեք չեմ բարձրաձայնի երբեք չեք բարձրաձայնի եւ այո, եւ կուզենայիք մոռանայիք։ Հավանական է չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի բան։ Շատ լավ։ Երկրորդ հարցը, բան որ երբեք չեք անի։ Բան որ երբեք չի անի, հա։ Բողոքական երբեք չեմ դառնա ու չեմ դավաճանի։ Շնորհակալություն։ Երրորդ հարցը դավաճանություն չեմ անի կյանքում։ Շատ լավ։ Երրորդ հարցը, ես գիտեմ անգամ պատասխան ինչ անելու, բայց պետք է տամ։ Ինչից եք վախենում։ Աստծուց։ Վախենում եմ Աստծուց եւ վախենում եմ այն մարդկանցից, որոնք Աստված չեն ճանաչում։ Պարոն Ղուկասյան, կա մարդ, որ ձեր բոլոր գաղտնիքները բացի ձեզանից իմանա։ Իմ գաղտնիքները բացի ինձանից որևիցե մեկը իմանա։ Այո։ Ճիշտ ասած, այդպես շատ գաղտնիքներ չունեմ։ Ինչ որ կամ ենեմ ու այդպես ծածու գաղտնիքներ, այդպես բաներ չունեմ։ Իմ մոտիկները հավանական է ամեն ինչ գիտեն իմ մասից եւ ես ինչ որ գիտեմ, իրանք էլ գիտեն։ Պահած բան չունեմ, ոչ մեկից չեմ պահել այսքան բան։ Շնորհակալություն։ Երազանք, որ դեռ չի իրականացվել։ Երազանք, որ դեռ չի իրականացվել, տեսնել Արևմտյան Հայաստանը, հայոց դրոշը, որ կանգնած է Արարատ լեռի գագաթին եւ Արևմտյան Հայաստանն ու Արցախը մերը կլինի։ Դա եմ ուզում, այդ երազանքը կատարվի։ Սիրելի բանաստեղծություն ունեք, որ ամեն ինչից այդ մեկն եք առանձնացնում եւ եթե կարելի է որն է։ Չեմ կարող այդպես շատ առանձնացնել։ Շատ եմ սիրում Ֆիրդուսի, Հովանես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Շիրազ, վերջը մեր մեծերին, շատերին։ Որն է ձեր մանկության ամենալավագույն հիշողությունը, որ շատ հաճախ եք դուք դա հիշում։ Մանկության հիշողությունները շատ են, չեմ կարող այդպես ասել, բայց ճիշտ ասած շատ դժվար մանկություն եմ ունեցել, շատ դժվար, եւ եթե հիմա շատերն ասում են մանկությունս հետ բերեք, չեմ ուզում մանկությունը հետ գա, որովհետեւ շատ դժվար է իմ մանկությունը, ապտակով սնված տղա եմ ես ընդհանրապես, դժվարություններով եկե հասել ենք ու չեմ էլ ուզում, որ նորից գնամ այդ մանկությունը։ Հասկանալի է, եթե հնարավորություն ունեք վերստին կյանք ապրելու, կփոխեիք ինչ-որ բան ձեր այսօրվա կյանքից, որ մինչև այսօր դուք ապրել եք, ինչ-որ բան դուք վերստին նույն կյանքը ապրելով, կփոխեիք ընթացքում։ Դպրոցում լավ կսովորեի, ավելի շատ, դպրոցը ինձ համար ավելի շատ այդպես օրերս չէի անցկացնի, ուրեմն այդ կրթությունը ավելի այսպես լուրջ կստանայի։ Շատ հասկանալի է։ Հասկանալի է, պարոն Ղուկասյան։ Ինչով եք ամենաշատը հպարտանում այս կյանքում։ Ընդհանուր առմամբ հպարտություն բառը չեմ սիրում, որովհետև մեր նախնիները եւ մատենագիրները բոլորը մեր մեծերը հպարտություն բառը չեն օգտագործում, որովհետև հպարտությունը տեսեք,
հրեշտակած պարտություն է նշանակում, այսինքն հպարտություն, հրեշտակած պարտություն, որը դա հենց դրանից մեղքը ծնվեց աշխարհում, դրա համար այդ բառը չեմ սիրում, հպարտ բառը սխալ բառ է։ Լավ։ Որ ուսուցիչն է, որ ամենաշատ ազդեցությունն է ունեցել ձեր կյանքի վրա եւ որ հիշում եք մինչեւ այսօր, ինչ բա, կարաք ինչ-որ մեկին առանձնացնեք եւ ինչու։ Այո, կարող եմ առանձնացնել ընկեր Կարապետյանին եւ երջանկահիշատակ ընկեր Աստոյանին, իմ ուսուցիչներն են եղել եւ իմ մորս պես երկրորդ մայր եմ ընդունում, որովհետեւ իմ դաստիարակության մեջ եւ իմ կյանքի ապրելակերպի մեջ իրենք շատ բան փոխեցին, որովհետեւ ինձ 8-րդ դասարանից դպրոցից տանում էին ուրիշ տեղ, անում էին, իրանք պահեցին ինձ դպրոցում եւ ես իրենց պարտական եմ ու մորպես ընդունում եմ մինչեւ այսօր։ Իրենց ընտանիքի քավորն եմ, իրենց ուրեմն ընկեր Կարապետյանի տղան իմ 50 տարվա ընկերս է, ես այդ տան ամենահարազատ մարդկանցից մեկն եմ եւ մինչեւ այսօր այդ ամեն ինչը պահել ու պահպանել ենք եւ ինքը իմ դաստիարակության համար շատ մեծ գործունեություն է արել, շատ գործ է արել։ Եվ ես էլ ընդունում եմ որպես երկրորդ մայր։ Շնորհակալություն։ Եվ ո՞րն է ձեր կյանքի ամենաբախտորոշ պահը մինչ այսօր, պարոն Ղուկասյան։ Որ ամենաբախտորոշն է եղել այդ պահը ձեր ամբողջ այս անցած կյանքի ընթացքում։ Շատ դժվար հարց է, որովհետև շատ են եղել։ Որ ճանաչել եմ Աստված։ Ամենակարևորը, որ ես հավիտենականությունն եմ հասկանում, հարությունը գիտեմ ինչ բան է եւ ճանաչում եմ Աստված։ Ամենակարևոր բանը իմ համար դա է։ Մնացածը սա աշխարհիկ է, երկրորդական բաներ են։ Ո՞վ է ձեր հերոսը, պարոն Ղուկասյան, բացի Հիսուս Քրիստոսից։ Իմ հերոսը ընդհանրապես շատ եմ սիրում Վարդան Մամիկոնյանին, շատ եմ սիրում Տրտատ Թագավորին, շատ եմ սիրում Անդրանիկ Զորավարին, դե վերջ այդպիսի մարդկանց, գիտեք, օրինակ, հետո Սպարտակին, Հանիբալին, այդպես միջազգային, Ես սպասում եմ Սպարտակ անունը, Տղայիս անունը Սպարտակ եմ դրել, ուրեմն գիրքը կարդալուց, կինոն տեսնելուց, հասկացար, նմանատիպ ով այդպես ապրելակերպ է ունեցել իմ հերոսն է եւ ես նմանատիպ մարդկանց եմ հարգում ու սիրում։ Շատ լավ։ Ինչ երբեք չեք ների, պարոն Ղուկասյան, մեկ բան, որ երբեք որևէ մի անգամ չեք ների, ով ուզում է լինի։ Ես ընդհանրապես ներողամիտ եմ, ասեմ ձեզ։ Իմ հավանական է առավելությունը ներողամտությունն է եւ հավանական է թուլությունն է ներողամտությունը։ Ну, որոշներն են այդպես ասում։ Դավաճանությունն է ամենաառաջինը։ Դավաճանությունը չեմ ընդունում, որովհետեւ սարսափելի է դավաճանությունը։ Վերջին հարցն է տամ ու անցնենք առաջ, պարոն Ղուկասյան։ Համեցեք։ Այ ինչ եք դուք երազել փոքր ժամանակ դառնալ եւ արդյոք ինչ որ չափով ձեր երազանքը կատարվել է, թե ընդհանրապես լրիվ ուրիշ ճանապարհով եք գնացել։ Ուզում եի դառնալ գեներալ, պատերազմի հետ կապված նմանվել Վարդան Մամիկոնյանին իմ անունից տիրոջը։ Միշտ նմանատիպ մարդկանց եմ սիրել ու ուզեցել եմ, որ հայոց ազգի գեներալ լինել, եւ վերջը այդպես գեներալ եմ ուզեցել դառնալ։ Շնորհակալություն, մենք փորձենք, ուրեմն պարոն Ղուկասյան, պարտադիր չի, որ մեր մոտ գյումրեցիներ լինեն բարձրացողները, միգուցե մարդիկ լինեն, ովքեր կտան այն հարցերը, որոնք մենք Գյումրին դե հասկանալի է, որ ամեն մարդ իր դեմքը չի ուզում բացի ու հարցեր չի ուզում տա, ինձ էլ են շատ հարցեր տվել, որ ես ձեզ փոխանցեմ իմ դեմքով, այսինքն ինձ են կողել առաջի պլան սենց ասած, հասկանալի է, չէ՞ ձեզ։ Տեսեք, մենք կբարձրացնենք տարբեր մարդկանց, տարբեր անձանց, ովքեր ձեզ կտան հարցեր, որոնք կապված են հենց Գյումրիի ու ընդրա այս ընթացքի հետ։ Եթե դուք տեղակ եք մի հատ փոքրիկ sense ակնարկով կարակ անդրադառնանք նաև այսօր լուրեր տարածվեցին, որ արդեն բացի ձեզանից ձերը դե շատ մեծ է այդ ճնշումները ձեր վրա քրական գործերի կարելը բան, բայց արդեն սկսում են Ռուբեն Մխիթարյանին տանել, Մարդուն Գրիգորյանի համար ինչ Իոնիսյանը գնացել մտել այնտեղ դատախազություն Շիբյոնկա է շատ դիվ։ Այ մի փոքր անդրադարձ կանեք դրա վրա, դուք սպասում եք որ սենց ալիները, թե մենակ ձեր վրա իրանք եզրափակվելու են։
Գիտեք ինչ նմանատիպ պահերը, նմանատիպ ապրելակերպը ես ընդհանրապես ամբողջ կյանքում քարկոծել եմ, նմանատիպ մարդկանց չեմ հարկում։ Եվ այս պահին, եթե իրանք նմանատիպ ձևով են ուզում ընտրությունները որ ընտանա, տվյալ տեխնազուների ռեյտինգը ավելի բարձրացնում են, որովհետև Գյումրին ուրիշ ապրելակերպ ունի։ Հիմա եթե ինչքան քարկոծեն, այնքան կհզորացնեն տվյալ տեխնազուներին։ Իրանք թող դա լավ գիտենան եւ միանշանակ դադարում եմ նմանատիպ քայլերը։ Շնորհակալություն, ես արդեն մեկ հյուրին արդեն հանենք վերև, մյուսին է հանեմ հեսա մի բան։ Ես ագնոցներ կարող եմ դնել, չէ՞ որ դեմքերը ավելի լավ։ Իհարկե, մեր մոտ պարոն Ղուգասյան, դուք հաշվեք, այս ձեր եթերն է։ Մենք ենք ձեր հյուրը, ոչ թե դուք մեր։ Համեցեք։ Բացեք դեմքերդ Արամ ջան, բացենք, ողջույններս բոլորիդ, պարոն Ղուգասյան, ողջունում եմ ձեզ։ Ասու բարին։ Ցանկանում եմ մի հատ հարց տամ պարոն Ղուգասյան, այդ բոլորին էլ հետաքրքիր է, էլի, ձեր տեսլականը Գյումրի քաղաքի վերաբերյալ ոնց եք տենում շարունակությունը, էլի։ Այսինքն ինչ ճանապարհով, այս հարցը պարոն Ղուգասյան, բոլորին ես տալիս եմ, որպեսզի հասկանամ, հիմնականը կենտրոնանում են տուրիզմի կամ այդ ձևի բաների վրա, էլի, որ բոլորի մոտ միատեսակ է։ Ձեր մոտ ուզում եի հասկանալ ինչ որ առանձնահատուկ բան կա։ Մերսի շատ։ Այո։ Գիտեք ինչ։ Գյումրիում այն ժամանակվա Լենինականում աշխատել է 90,000 բանվորներ, որ աշխատանք են ունեցել։ Եվ քաղաքը ձևավորվել է գործարանների հիման վրա։ 70 գործարան է աշխատել։ 1926 թվականին, երբ որ Գյումրիում Լենինականում այն ժամանակվա երկրաշարժը տեղի ունեցել, կոմունիստները այն ժամանակ ստեղծել են ուրեմն տեքստիլ կոմբինատը, որտեղ աշխատել է 8000 բանվոր։ Հետո դրանից հետո թեթև արդյունաբերությանը զարկ են տվել եւ մոտ 70 գործարան է քաղաքում եղել եւ աշխատել է 90,000 բանվոր։ Ես 96 թվականից, երբ որ մասնակցել եմ այս քաղաքական, ուրեմն քաղաքապետի ընտրություններին, ուրեմն մշտական բարձրաձայնել եմ, որ Լենինականին Գյումրիին պետք է ստեղծել աշխատատեղեր, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ձեռքով իրենց տունը պահել, իրենց քաղաքը կառուցել։ Առաջինը աշխատատեղերի խնդիրն է, երկրորդն էլ, որ 37 տարի մարդիկ մնացել են այս տնակներում։ Ես միակներից մեկն եմ եղել, որ նախկին ղեկավարների առաջի դեմքերի մոտ բարձրաձայնել եմ, որ Գյումրիում կա 5700 անօտևան, այն ժամանակ ինձ շատերն ասում էին, որ պետք է ասես, որ 500-ից 700 անօտևան կա, ես միանշանակ այդպես չեմ պահել ինձ ու միակն եմ եղել։ Բոլոր կուսակցություններն ասել են քաղաքապետը ավելացրել է թվերը։ Եվ ընդհանուր այդ երբ որ Երևանից հետ ենք վերադառնում հանրապետական ուրեմն խորհրդի նիստի ժամանակ եւս այդ հարցը ես բարձրացրել եմ, որ քաղաքում կա 5700 անօտևան ու ճանապարհին մեզ վրա հարձակվել են թուրք շները ու 4 հոգի մահացել է, 2 հոգի էլ ես եւ փոխքաղաքապետը ուրեմն ինվալիդ ենք դարձել երկրորդ կարգի այդպես հաշվանդամ, հիմա 5 հատ ավտոմատի փամփուշտ կա իմ մարմնի մեջ, հենց հիմա մի 200 հատ էլ ասկոլ կա։ Եվ Աստծո ողորմածությամբ 7 հատ խփել են, հենց ժամանակ գյումրեցիները կատակ էին անում, ասում են Կալաշնիկովը ամոթից կախվավ, որ մեր քաղաքապետին այդքան խփեցին, ինքը չմահացավ, վերջ այդպես հումորային ձևով։ Մի խոսքով առաջինը մենք գտնում ենք աշխատատեղերի ստեղծումը եւ մարդկանց տնագներից ազատելը, որովհետև 37 տարի չկա մի ընտանիք, որ հիվանդություն ձեռք բերած չլինի։ Սա է։ Եթե կարելի է մտ հարցել տամ, էլի Արսեն ջան, պարոն Ղուգասյան, գիտեմ դուք քրիստոնյա մարդ եք ու յուրահատուկ ձև եք վերաբերվում կրոնական հասկացողությունին, բայց այսօր ոչ միայն Գյումրիում կամ ձեր մարզում, ամբողջ Հայաստանում, բայց Գյումրիում էլ շատ կան, էլի այդ աղանդավորական շարժումները։ Ձեր քաղաքապետ դառնալուն պես, ասենք, ինչ որ ծրագրեր կան հենց դրա դեմ պայքարելու, պարոն Ղուգասյան։ Շատ կարևոր հարց է, էլի, հենց կոնկրետ իմ համար շատ կարևոր հարց է։ Ես աղանդավորների դեմ մշտական պայքարել եմ։ Ընդհանուր 18 տարեկանից մինչև այսօր այս պահին եւ աշխատել եմ, որ ընդհանուր առմամբ հավատքով հետ բերել, բացատրել, որ հայ առաքելական եկեղեցին, ինչ որ մեր պապերից մենք ժառանգել ենք,
իրենք սխալ ճանապարհ են գնում եւ շատ մարդկանց ընդով ասեմ ձեզ, որ ստացվել է ինձ մոտ եւ շատ մարդկանց դարձրել եմ եւ բերել եմ եկեղեցի։ Ոչ միայն Գյումրիում, այլ ընդհանուր ձեզ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում միանշանակ մշտական պայքարը եղել է, քարոզները եղել է ու լինելու է։ Այո։ Մերսի, պարոն Ղուկասյան, ելի ընթացքում հարցեր կտամ, թող մեզ բանան, շնորհակալ եմ։ Բարի երեկո բոլորին, բարև ձեզ Արսեն ջան, պարոն Ղուկասյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի հատ անձնական հարց եմ ուզում տալ, հետո անցնի քաղաքականին։ Մի հատ ջաջուրցի խավոր ունեմ, բայց որը որ ասեն Գյումրիի կյանքին շատ է մասնակցել ու մասնակցում է ու մասնակցելու է։ Բայց իմ խավորն է, ես հյուրասանիքն եմ։ Կարող է ճանաչեք Մայիսը անունը Լենինգրադի։ Հա։ Վաքսիոն է։ Պրոստը այո, իհարկե։ Հա, ճանաչում եմ, միտել ինձ է ճանաչում։ Ես գիտեմ, որ ճանաչում է, դրա համար ես հարցրեցի, որ շնորհքով եմ ասեմ, ինքը բարևում էր։ Լավ էլ տղա է։ Շատ խավորս է, վատը չի կարա լինի, հասկանում եք։ Հիմա հարցս։ Մի քիչ նենց հարց է էլի, բարդոտ երևի, կամ պատասխանելու համար է բարդոտ, կամ ուղղակի շատ քաղաքականացված է երևի։ Օրինակ հարցումները, բաները ցույց են տալիս, որ դուք կարելի ասել այսօր առաջնահերթ եք այս ընտրական փուլում, որտեղ դե պարզ է դուք ունեք փորձ, ժողովուրդը ձեզ ճանաչում է։ Ես իհարկե գյումրեցի չեմ, բայց ես իմ մասնիկը ունեմ Գյումրիում դրած, ես 98 թվականին եկել եմ Գյումրի, եղել եմ Գյումրիում, մասնակցել եմ այդ բոլոր աշխատանքներին, ես զինվորական եմ եղել առաջ։ Այս ձևի հարց, բայց միևնույն ժամանակ ասենք ձեր վրա այսօրվա իշխանությունների կողմից համենայն դեպս հնարավոր է որ լինեն տարբեր տեսակի հետապնդումներ։ Ու դաժե մենք լսել ենք ահագին ասենք փորձերի մասին եւ այլն։ Այս ձևի բան պատկերացնենք, վերջացել են ընտրությունները ու դուք հաղթել եք։ Ավականուն նիստ, դուք դառնում եք քաղաքապետ ու հանգարցակի այսօրվա իշխանությունը վերցնում է ու վարվում է նույն ձևով ոնց որ վարվեց Վանաձորում։ Ինչ տարբերակ ունի Գյումրի քաղաքը այդ դեպքում։ Նորից ստացվել է ամենից որ այսօրվա իշխանությունները նորից վերցնեն իրանց ձեռը քաղաքը։ Թե դուք տեսնում եք ինչ որ տարբերակներ զարգացման, հնարավորություններ։ Ասեմ ձեզ, որ եթե նմանատիպ բան անեն, ամբողջ քաղաքը ոտքի է կանգնելու։ Ոչ միայն քաղաքը, եւ մարզը եւ Հայաստանի Հանրապետությունից ու Հանրապետությունից դուրս ենկան մարդիկ, որ ենկանից շատ։ Հիմա որ Թուրքիայում ինչ է տեղի ունենում, կտեսնեք, որ Հայաստանում է նույնը կլինի, որովհետեւ ես այդպես կորած մարդ չեմ, հավատացեք, իմ հետևից շատ մարդիկ են կանգնած։ Ու համար առաջի հավանական է դա ավելի ճիշտ կլինի, որ այդպեսի մոդեցում ցույց տան, որ արագ կարգով թողնեն երկիրը գնան այսօրվա իշխանությունները։ Շնորհակալություն։ Ես հենց կոնկրետ ուզում եմ պատասխան լսեի ձեր Գյումրիի ժողովրդի համար, որ Գյումրիի ժողովուրդը Ինչ վերջ պայքարելու է։ Շնորհակալություն։ Մի հատ էլ է ձևի հարց։ Մայիսին կբարևես, խավորիդ կբարևես։ Անպայման։ Մենք էլի ընդհանուր ծանոթներ ունենք, բայց հա, ես խավորիս անունը կարամ տամ, մնացածները ռիսկ չեմ անի։ Համենայն դեպս սովորական մարկանացու եմ, այո։ Այս դեպի մի հատ հարց, պարոն Ղուկասյան, դուք ձեր ելույթներից մեկի ժամանակ, այս վերջիններից, ասացիք, որ հենց կոնկրետ այդ հրավերների մասին, երբ որ խոսում են հանցագործություններից, փորձում են իմ վրա, մեր մարտունիկ ոնց որ ասեցիք վրա, ինչ որ բաներ փորձեն անեն, ինչ մեր վրա գցեն եւ այլն։ Դուք այդ նկատի ունեք Մարտուն Գրիգորյանին։ Ես մի անգամ այո, հավանական ես վերջի անգամ ասեցի, որ մեր եւ Մարտուն Գրիգորյանի վրա, այո։ Դեռ ասենք այս ընթացքում վերջի հարցը տամ ու աշխատավարձների մասին դուք ասենք այդ նույն խոսակցության ժամանակ ասացիք, որ 2500 ամենակիչը հոգու մարդի դուք բավականին բարձրացնելու եք աշխատավարձները։ Այո։ Ես ինչքանով հասկանում եմ, դա ասենք պետք է արվի քաղաքի բյուջեի հաշվին։ Այո։ Դուք այսօր տեսնում եք աղբյուրներ այդ բյուջեում ստեղծելու այդ միջոցները։ Այո։ Ուրեմն, եթե ուզում եք կմանրամասնեմ։ Եթե կարելի է մի քիչ էլի։ Ինձ թվում է ժողովուրդը շատ կուզի լսի այդ մասին։ Ասեմ դες։ Ես
մի սարսափելի վիճակում եմ ժառանգել քաղաքապետարանը այն ժամանակ։ Սարսափելի վիճակում, որ ասենք քաղաքում եղել է 50 լուսակետ, պատկերացրեք 40,000-ից ավել տնակներ, հրապարակներում տնակները դրված, մի նորմալ փողոց չի եղել, մարդիկ փողոցները մի խոսքով այդպիսի վիճակով եմ ես ժառանգել քաղաքապետարանը ընդում վարձակալության շենքի մեջ ենք նստած եղել, քաղաքի բյուջեն է եղել է 300 միլիոն դրամ, ես այդ բյուջեն դարձրել եմ 3 միլիարդ 750 միլիոն։ Ուրեմն ինչ կարող եմ անել։ Երկրաշարժից հետո վայ ղեկավարների օրոք քաղաքում չէին թույլ տալիս, որ քաղաքում մարդիկ լեննականցիները հարուստ էին, որ քաղաքում հող հատկացում անեին, կենցաղ սպասարկման օբյեկտներ կառուցեին, բնակարան կառուցեին։ Մեր լեննականցիները բոլորը տարան իրենց գումարները դրեցին դաշտերի մեջ, կողքի գյուղերը եւ հիմա իրանք չգիտեն գյուղացի են դե քաղաքացի են։ Մենք այն ժամանակ քաղաքում տարածքներ էինք ուզում, չէին տալիս։ Եվ հիմա ուրեմն դրանով ստեղծվեց օրինակ Ախուրյանի մի որոշակի հատվածում մի հատ թաղամաս է ստեղծվել։ Ուրեմն օտանավակայանի տարածքում եւս մեկ թաղամաս է ստեղծվել։ Ու քաղաքում այդպես մոտ 10,000 աբորենի շինություն կա, որոնք ոչ մինչև այսօր ոչ գույկահարկ են մուծում, ոչ հողի հարկ չեն օրինականացնում։ Ընդով ասեմ ձեզ, ավարտական ակտեր չեն տալիս, որ մարդիկ մուծեն գույկահարկ եւ հողի հարկ։ Ընդով դեպքեր կան, որ մարդիկ շենք շինությունները վերջացրել են, ավարտական ակտը չեն տվել, մարդիկ մտել են դատարան, քաղաքապետարանից 50 միլիոն դրամ, ուրեմն այդպես տուժուտուգանքով պետք է այդ քաղաքացուն գումար մուծեն քաղաքապետարանը, որ քաղաքապետը չի տվել ավարտական ակտը, եւ նմանատիպ շատ դեպքեր կան։ Բացի այդ ամեն ինչից առաջի անգամ եմ ասում ձեզ հիմա, ուրեմն ես այն ժամանակ ստեղծել եմ մի կառույց քաղաքապետարանում, որ աշխատելու են գույկահարկի կապակցությամբ։ Հիմա շատ մարդիկ կան, լսվում է, տեսնվում է, լսում եք, չէ՞ ինձ։ Ուրեմն շատ մեծահարուստներ կան, որոնք 10 անգամ ցածր գույկահարկ են մուծում։ Ինչ պատճառներով, օրինակ հիմա անուններ չեմ տալիս, բայց որ եկա, ասենք պատկերացրեք, պետք է մուծի ամսեկան կամ տարեկան, չգիտեմ, 10 անգամ ցածր գումարներ են մուծում, պատկերացրեք։ Մի հսկայական թաղամասի չափ, ուրեմն շենք շինություն ունեն, չնչին 100-110,000 ուրեմն դրամ են մուծում։ Պետք է մուծեն 1.5 կամ ինչ կան, եւ այդպես մոտարապես 1000-ից ավելի ուրեմն մարդիկ կան, կադաստրը նմանատիպ ուրեմն բան է արել, արժեք է ներկայացրել, այդպես ներկայացրել են, ես դրանց տեղը գիտեմ, որ եկակ դրանք բոլորը հանելու եմ եւ այդ մարդկանց ասելու եմ, եկեք գումարները մուծեք։ Իսկ այն ժողովուրդը, որոնք հնարավորություն չունի, դրանց էլ մի բան է օգնելու ենք։ Իսկ նրանք, որոնք որ լավ, այսպես բան են եղել ու գնաց է իրենց այդ հարցերը այդպես սիրուն լուծել են, դրանք բոլորը պետք է գան ու քաղաքապետարանի գումարները պետք է մուծեն։ Ու նմանատիպ շատ բաներ կա, որ կարող ենք հետո ես կամաց կարող եմ ասել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես դեռ հարցեր կա։ Պարոն Ղուկասյանի իմ հերթն է, պրովոկացիոն հարցերը պետք է տամ։ Ոչ էսքան, չէ, իրականում պրովոկացիոն չի, իրականում ինքը շատ էմոցիոնալ հարց է, քանի որ ես իմ հարցն եմ տալիս ոչ թե որպես վարողի, այլ Արսենի։ Իմ համար շատ հուզիչ է մի բան, երբ որ դուք խոսում եք, որ թուրքամետներն են գալիս մեզ վիլայետ սարքելու։ Այդ ձեր քաղաքապետ, եթե դուք քաղաքապետ դառնաք, դուք ինչով կարաք արգելանք հանդիսանանք Նիկոլ Փաշինյանի ու իր խմբագի համար, կներեք դենց ասելու համար, իշխանությունները լավ, դենց են ուզում, դենց ասենք, իշխանություններին, որովհետեւ իրանք այդ թուրքական ուժերին չբերեն Հայաստան, որ մենք վիլայետ չդառնանք, այդ հարցին կպատասխանեք, ինչ կանեք դուք։ Ուրեմն միանշանակ դեմ են վերնելու, որ ռուսներին այստեղից հանեն իրենք։ 102 բազայի խնդիրները, որ ասենք ռուսական դրոշի հետ կապված, ռուսների հետ կապված, որ ասենք այստեղից իրանք դեմոնստրացիա սարքեն, չգիտեմ, ցույցեր անեն, անեն, ես այլ ձևով եմ մոտենալու այդ ամեն հարցի։ Հետո 2026 թվականի ընտրություններին պարտադիր իրենց դեմ եմ լինելու եւ մինչեւ 2026 թվականը մասնակցելու եմ Հայաստանի Հանրապետության իրենց դեմ բոլոր միտինգ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, գործունեություններին, որ պետք է անպայման ես որպես ընդդիմադիր քաղաքապետ պայքարելու եմ ուրեմն ԿՊ-ի դիմաց մինչև վերջ։ Եվ անպայման աշխատելու եմ, որ ԿՊ-ն երկրում տեղ չունենա։
Այդ Եվ դեպքում իրենց պարոն բերողները, եւ ԹՊ-ին բերողները։ Հեսա մենք բերողներից հիմա մենք խոսենք, մի քիչ, կամաց, Բայց շատ պարոն չեմ ուզել Ղուկասյան։ խոսես, շատ չեմ ուզել խոսես, որովհետեւ Ինչքան կցանկանաք, չէ, ինչքան դուք կցանկանաք, ինչքան ձերն է Բալի, իրավունքը։ Մենք ձեր իրավունքի հետևից ենք գնալու։ Մենք չենք ստեղ բան ասողը։ Տեսեք, պարոն Ղուկասյան, դուք ասում եք իրանց թուրքամետներ։ Դա շատ բոլորն են ասում, իրանք են ասում։ Չէ, Մենակ ես չեմ ասում, իրանք են ասում։ Հա, ես էլ եմ ասում, բայց ես չեմ հավակնում։ Հարևանենք ինչքան պետք է կրվի մեջ մնանք, բան իրանք են ասում Հա, մեծամասնություն։ ճիշտ է, նայեք, ես չեմ հավակնում դառնալ պաշտոնավոր։ Ես վաղը Գյումրու համար փողեր չեմ հայտարարելու բերեմ։ Գիտեմ որ ձեր մոտ կստացվի, եթե նեն չստացվա վնենց։ Այդ տեսեք, դուք այս հայտարարություններից հետո դարձել եք քաղաքապետ։ Ինչպես եք իրանց հետ աշխատելու։ Եթե իրանք լրիվ դոտացիաներով բանով կտրեցին, մենք կարողանանք ապահովենք գյումրեցիներին գոնե մինիմալով, որ մենք այս վիճակում գոնե մնանք։ Ասեմ։ Ընտրեմ։ Ուրեմն բյուջեն դոտացիան իրենք չեն կարող չտալ։ Եթե դոտացիան չտան, դա պետական գողություն կլինի։ Դա ժողովրդի հասանելի գումարն է, եւ իրենց տալով կամ չտալով չէ, դա ժողովրդի հասանելի գումարն է։ Ինչ մնում է մյուս մասը, սեփական եկամուտներ, որը պետք է հավաքագրի քաղաքապետարանը։ Դոտացիան չեն կարող չտալ, հավաքագրելու է մնացած մասը սեփական եկամուտները քաղաքապետարանը եւ տեղական ինքնակառավարում։ Դու քո ավականիների հետ որոշելու ես այդ գումարի ծախսային մասը։ Ինչ մնում է սուբսիդիաների հետ կապված։ Եթե հանգարց, ուրեմն ես տեսնեմ, որ իրենք այդ գումարները տալիս են մնացած քաղաքներին ու Գյումրին, այդտեղ Գյումրին հասանելի գումարները, սուբսիդիաները Գյումրին չեն տալիս, ես ամբողջ երկրով մեկ հայտարարակ կանեմ ու կտեղեկացնեմ, որ տեսեք ովքեր են այս կուսակցությունը եւ այստեղից իրանք ընդհանրապես ձայներ պիտի չհավաքեն եւ որ կուսակցությունը որ ոտ պայի Գյումրիին, ես անպայման դրա համար բարձրաձայնելու եմ եւ խառնելու եմ ամբողջ երկիրն իրար։ Հանգիստ եղի, ես դրա ձևը գիտեմ աշխատելու, կաշխատեմ կտեսնես։ Շատ լավ, ես չեմ եք հասկացում, ուղղակի մարդիկ հարցերը տալիս են, ես հնչեցնում եմ։ Մի հատ հարցել ասեմ մարդկանց կողմից բարձրաձայնած, ասում եմ պարոն Ղուկասյանի մի հատ հարցը Արսեն ջան։ Պարոն Ղուկասյան, որ պահից սկսված դուք արդեն հստակ իմացաք, որ սրանք Հայաստանը տանում են կորձաման։ Որ պահից, որ թվականից, եթե կհիշեք, դուք հիշողությունից շատ լավ եք։ Եթե կհիշեք, որ պահից սկսեց դուք արդեն բաներ, եթե 1 տարի ու կես առաջ, ապա իրանք երկրորդ հարցն են տալիս, ապա այդ դեպքում ինչի անցած տարվա, ասեք, այդ Սրբազանի պայքարին չմասնակցեց պարոն Ղուկասյանը, որը կարող էր վճռորոշ։ Եթե պարոն Ղուկասյան, մարդիկ հետո ասում են, եթե կոչ աներ մեզ, մենք ելնենք միանայինք այդ ուժին, հաստատ այսօր Նիկոլը չէր լինի։ Խնդրեմ։ Գիտեք մի բան ասեմ։ Ուրեմն երբ որ Արցախյան այս պատերազմից հետո ես միանշանակ գիտեցել եմ, որ Արցախը հանձնել են իրենք։ Արցախի ղեկավարների հետ, նախկին եւ ներկայիս ղեկավարները բոլորը միասին, ուրեմն Արցախը հանձնել են եւ դա ես գիտեմ, որ բոլոր առողջ ուժերը այդպես են մտածում ու չկա մեկը, որ ասենք այլ ձևի մտածի, բացի իրենց կուսակցական պատկանելություն ունեցող անձնավորություններից։ Եվ նրանք էլ գիտեն, ուղղակի չեն ուզում բարձրաձայնեն, որովհետեւ պաշտոնները կկորցնեն։ Ինչ մնում է Սրբազանի պայքարին, այդտեղ եւ ուրեմն բան ունի, մեղքի բաժին ունի, հավանական է եւ մեր այստեղի թեմի առաջնորդը։ Մենք չնայած իրար հետ մոտ ենք, բայց եւ հենց այդ Սրբազանը, անունը իրա մոռացա այս պահին, Աջապալյան։ Հակրատ Սրբազանը, բայց ես աջակցել եմ իրեն։ Կարող է իմ ներկայությունը չի եղել, բայց ես իրեն աջակցել եմ, այնպես որ ես կարող եմ ասել, թե կոչի մասին է, պարոն Ղուկասյան, կոչի։ Տեսեք, ժողովուրդը ձեր կոչին, ասենք, սպասել է, որ դուք կոչ անեք, տեսեք, դուք ասում եք, որ ոչ մենակ Գյումրինա ձեր կոչերով կամ բանով առաջնորդում։ Եթե դուք կոչ անեք, Նիկոլն այսօր չէր լինի։ Բայց մի բան էլ ասեմ ձեզ։ Ես շատ հարցերում սխալվել ենք մենք, գիտեք, ասեմ ձեզ։ Քաղաքականության մեջ եւ այնպես են մարդիկ տանում այս քաղաքականություն, այնպես ինստիտուտներ են աշխատում, որ շատ խելացի մարդիկ եւս սխալվեն։ Հետո որ այդքան ժողովուրդը եկավ հրաբարակա հավաքվեց։ Բա ինչ արվեց, որ դրանից հետո ասեցին գնացեք ձեր տները։
Ես ուզում եմ ուղղակի դուք այնտեղ եք, պարոն Ղուկասյան, դուք այնտեղ կանոնացնեք, այդ ամեն ինչը ուզում են ասել չէ։ Ես քեզ ասեմ Արսեն ջան, շատ բարդ հարց ես տալիս։ Եվ պետք է մինչև այսօր ես չհասկանամ ուր եմ գնում, ում եմ գնում։ Հիմա այդ քայլը չեմ անի կյանքում։ Դրա համար պետք է ես անպայման հասկանամ։ Հետո իմ հետևից այդքան ժողովուրդ ու ջահելություն է գնալու։ Ես չեմ կարող տանելու սաղին կործանեմ կամ ինչ-որ մի սխալ բան անեմ։ Մինչև չհավատամ 100% չհասկանամ ուր եմ գնում, ինչ եմ անում, քայլ չեմ անի հիմա, հիշի։ Դրա համար ես ուրիշ ձևով եմ մասնակցել։ Բայց ես մասնակցել եմ, գիտենաս։ Հասկանալի է, շնորհակալություն պատասխանի համար, շատ անկեղծ էր պատասխանը։ Խաչիկ ջան, բարև, կարաս բացես հարցը տաս Սավոտանը։ Բարև ձեզ բոլորին, պարոն Ղուկասյան, ցանկանում եմ ձեզ հաջողություն։ Ուղղակի անհանգստություն ունեմ, որ ուրիշ մարդիկ էլ կան, որ վատ չեն իրանց ներկայացրել, ինչ քայլեր եք մտադիր անել, որ ձայները ձեր մեջ կիսելով ԿՊ-ին թույլ չտաք առաջ գնա։ Գիտեք, մի բան ասեմ, չեմ ուզում այսպես շատ բաց խոսել ձեզ հետ, բայց մի բան գիտեմ, որ անպայման ես շատ ձայներ կհավաքեմ, դա միանշանակ է։ Եվ հույսով եմ, որ 50 եւ 51% ձայներ ես կհավաքեմ, որովհետեւ այդքան բան արել եմ։ Եթե այդպես չլիներ, ես չէի մասնակցի։ Դրանից հետո ես կնայեմ, թե ով Իրանին ձևի է պահում։ Ընդդիմական դաշտի մասին է խոսքը։ Իրենք իրենց ո՞տ կպահեն։ Ինչ առաջարկություն կլինի դրա վերաբերյալ։ Եվ դրանից հետո բաց այսպես բոլորի տաճկի առջև այդ բանակցությունները այնպես կանեմ, որ բոլորը տեսնեք, թե ով ինչ ձևի է իրան պահում։ Կթողնեմ ժողովրդի դատին, եւ դրանից հետո բոլորը իր տեղը կունենա ժողովրդի մեջ, այսպես։ Հույսով եմ ձեր հաշվարկները ճիշտ կլինի, ուղղակի ստրախովկա ասեմ բառը, բանակցություններ գնում է մյուս հակա-ԿՊ-ական տեխնացուների հետ, այսինքն կարա տարբեր լինի խոստումներ տալ փոխքաղաքապետի կամ գլենդելի տարբերակ ռոտացիայով քաղաքապետությունը կիսել, որ իրար հետ չպայքարեք։ Գործեր արվել է։ Մի բան ասեմ, որ միանշանակ ԿՊ-ն չի ուրախանա։ Ամեն ինչ կանեմ, բայց ԿՊ-ն չի ուրախանա։ Մեկ էլ ԿՊ-ի հետևը ով որ կայնած է, ով որ սարքել է ամեն ինչը։ Հավանական է դրանք էլ դիմպես անենք, որ չուրախանան։ Դա Աստված։ Եթե կարելի է այդ Խաչիկի հարցը լրացնեմ, էլի, պարոն Ղուկասյան, ես вообще прямо մարդ եմ, էլի։ Ես էլ նույնություն։ Մի հատ прямо հարց տամ, պարոն Ղուկասյան։ Մարտուն Գրիգորյանի հետ եթե ինչ որ մի հատ բան լինի, կհամագործակցեք թե չէ։ Եթե ասենք բանը դրան հասավ, որ ԿՊ-ն պետք է ընտրվի կամ երկուսով ընտրվեք, այսինքն կոալիցիա կազմեք թե չէ, պարոն Ղուկասյան։ Ուրեմն ես ասեմ ձեզ, եթե ես հավաքում եմ 40 քանի տոկոս կամ 40%, իրենք հավաքում են 10%, ու ասենք 2-3 հոգով հավաքվում են ու իմ ձայների չափ չի լինում, եթե իրանք ինձ ասում են եկեք դուք միացեք մեզ, միանշանակ չեմ միանա։ Այսինքն ով շատ ձայն է հավաքի, իրենք պետք է միանան։ Երբ որ ցանկություն հայտնեն, միանշանակ կգնամ։ Իսկ եթե 3-ը հավաքեն 35, իսկ դուք 30 դուք կմիանաք այդ դեպքում։ Այդ կմտածենք։ Հանուն ԿՊ-ին վռնդելու իմ կարծիքով տարբերակներ քննարկել։ Ես մի վարյան չեմ կասկածում, Նարեկ ջան, ես չեմ կասկածում, չգիտեմ ինչի մարդիկ կան որ կասկածում են։ Մի բան կանենք, հանգիստ եղեք, մի բան կանենք։ Մենք մի քիչ sense խառնված ենք, էլի։ Ես իրանց գիտեք ինչ կասեմ։ Եթե դուք համարձակություն ունեք, ովքեր որ Երևանում նստած են ու դուք որ կուսակցությունը որ ներկայացնում եք, դուք կարող եք առանց իրենց բանակցել ու տղամարդավարի ձեր խոսքերը պահել մինչև վերջ, որպես լեննականի քաղաքապետ, ոչ ասենք կուսակցական, ձեզ հետ կբանակցեմ, որ հետո ձեր խոսքերին պատասխան տա։ Բայց եթե պետք է ասեք, թե գիտեք, մեր ղեկավարը սենց ասեց, ընիկը նենց արեց բան, մենք չկարողացանք ուժերս հերիք չարեց բան, դրանց հետ միանշանակ ճանապարհ չեմ գնա այդպիսի մարդկանց հետ։
100%։ Հասկանալի է։ Մերսի, պարոն Ղուկասյան։ Համեցեք։ Պարոն Տես Ղուկասյան, մի հատ բրենդի հարց։ Հենց նոր մի հատ on-line հարց են գցել ինձ, կապված առաջի գերեզմանների հետ, ասում են հարցրեք պարոն Ղուկասյանին, իրանք ինչ որ ծրագրեր ունեն, որտեղ առաջի գերեզմանները, ասում ահավոր վիճակ է, արդեն հենց ճանապարհների վրա են մարդկանց թաղում։ Ինչ կարան անեն իրանք այդ ծրագրով ունեն ինչ որ բան։ Ես ծրագիր ունեմ, ոչ միայն առաջի գերեզմանների հետ կապված, քաղաքի գերեզմանոցների հետ կապված, ինձանից հետո 13 տարի էլ գնացեք նայեք, թե այս ինձանից հետո եկող քաղաքապետները գերեզմանի խնդիր չկարողացան լուծել։ Այո, տարբերակ ունեմ, նոր գերեզմանոց ենք բացելու քաղաքում, ու ես գիտեմ, որ այդ հարցը մենք կլուծենք։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Ես եւս մեկ հարց ինձ թույլ տամ հարցնելու։ Շատ ծանր հարց եմ տալու, ես ին վրա եմ վերցրել։ Ես հասկանալով ինչ եմ անում, Ես սիրում եմ այդպիսի հարցեր եմ սիրում, հիշի, Արսեն։ Հա, տեսեք, ես չեմ ուզում մատնանշեմ որորներ, բայց դուք ձեր այդ կատարված դեպքի, ես այդ օր անգամ հիշում եմ, ոնց եմ ես քրդենքի մեջ ընկել, որ իմացա լուրը, որ ձեզ խփել են։ Սկզբից հասավ, թե Վարդան Ղուկասյանը այլևս չկա, իրան խփել են։ Այդպես մեծ լուրը հասավ։ Ես մի անգամից պատկերացրել որ Լեննագանը ոդկով գալիս է արդեն։ Իմ համար ամենավատ երազում չեմ կարող պատկերացնել, որ հայը հային կարա հենի, սկսի կրակել։ Ես դա չեմ ուզում տեսնել երբևիցե, բայց այդ պարագայում ես մտածեցի որ կարա դա լինի։ Դուք ասացիք մի հայտարարության ժամանակ տվեցիք Սերժ Սարգսյանի անունը։ Մինչև հիմա էլ դուք պնդում եք, որ դրա հետևը Սերժ Սարգսյանն էր կանած։ Ու ինչի վրա հիմնվելով։ Գիտեք, ես ինչի ձեզ անխփեցին։ Ինչի խփեցին, պարոն Ղուկասյան։ Հարցը այդպես բացած խոսել, քանի որ այդ գործը բացահայտված չի, բայց ես ինչ որ ասել եմ, պնդում եմ Եվս մեկ անգամ, եթե հանգարցի ինձ տղայիս կամ իմ եղբայրների հետ կապված որևիցե մի բան լինի, ուրեմն ինչ որ ասել եմ, պնդում եմ եւս մեկ անգամ։ Բայց քանի որ գործը բացահայտված չի, թույլ տուր չխոսենք, ու ամեն մարդ իր պատիժը ստանա ի վերուստ, ու անպայման ստանալու է, ամեն մարդ իր պատիժը ստանալու է կողմից։ Եթե ես մտա վախություն չունենամ, Եթե ես մտա վախություն չունենամ, որ հիմա եւս հանգարց կարող է նմանատիպ դեպք տեղի ունենա, ես ճիշտ ասած չէի ասի այդ խոսքերը։ Եվ դրա համար ես այդ խոսքերն ասում եմ ու գիտենալով եմ ասել ու չեմ ուզում ընդլայնվել ու այդ հարցին այդպես շատ բան անել, որ ես ասեմ ինչ բան, որտեղից եմ մտածում, ինչ եմ անում, չեմ էլ ուզում խոսել։ Ընդհանուր առմամբ ես ցուցմունք տալ չեմ սիրում, հիշի։ Ես դրա մասին գիտեմ, սա ցուցմունք չէ, սա դրանց զգաստացնում եմ, էլի որ հասկանալի է, դուք զգուշացնում եք ավելի շատ, քան թե բան, հասկանում եմ։ Բայց լավ, այն մասը, որը դուք կարաք ասեք, հաստատ կարանաք։ Դուք զգացել եք ինչու համար է դա ձեր հետ կա։ Ինչի իրանք որոշում կայացրին, ծայրահեղ։ Հասկացել եմ, որ ես ասում եմ Գյումրիում կա 5700 անօտևան, ուրիշ ոչ մի բան։ Ես ոչ մեկի այդպես բան չեմ արել, տուն չեմ քանդել, ոչ մեկի ունեցվածք այդպես չեմ խլել, բան չեմ արել, որ դրան արժանի լինեի։ Հասկանալի է, սա միայն քաղաքական պատվեր է, եւ основном դա է, որ ասում են ստեղաներս ես, կողորտներից ես բռնել ես, չես թողնում, կյանքերս կերար, հերիք չես էր Գյումրին, ուրիշ ոչ մի բան, միայն քաղաքական պատվեր, ուրիշ ոչ մի բան։ Լավ, քանի որ իմ ընկերներս пассивության մեջ են, չեն ուզում հարց տան, ես նորից տամ, քանի ես հենց շանս անգեց ձերս։ Պարոն Ղուկասյան, ինչքանով է ձեր մեղավորությունը անձամբ, որ Նիկոլ Փաշինյան այսօր ղեկավար է։ Դուք հեղինակություն եք։ Դուք եթե կանեիք, մի օր կանեիք, ասեիք ոչ, այլ ոչ թե բան։ Այն ինչքանով էր ձեր մեղավորությունը։ Դուք զգում եք դա։ Նիկոլ Փաշինյանը, ուրեմն ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանը, երբ որ ես քաղաքապետ էի, ինձ խփելուց 10 օր հետո ինքին վրես գրել է։ Դրանից առաջ ին վրես ինքը գրել է մոտավորապես 20-30 տարի։ Մեր տղաները, որ գնաց իրան ասել են, գիտես, արի խոսենք, բան անենք, վերջը մեր լավ ընկերն է, քաղաք է կառուցում, ինչի համար ես գնում բան, ինքը դարետ մարդկանց ասել է, որ ես իրանով Ֆրանսիա թե որտեղ տուն եմ առել, ինչ եք խոսում, բան այս կոմենկով։ Այսինքն ես Նիկոլ Փաշինյանին այն գլխից չեմ սիրել, զզվել եմ իրենից, բայց ես ուղղակի հայրենիքի համար եմ արել, երբ որ ասում են Նիկոլ Փաշինյանի տեղը, եթե պոլի չոտկե տնեի, կանցնեի, որ Սերժ Սարգսյանին չընտրեին, այդ սկզբունքով եմ արել։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը չի եղել խնդիրը, որ նախկինից ազատվի երկիրը։
Այդ դրա համար արել եմ։ Տեսնում ինչ ես պարզ խոսում եմ, որովհետև ոչ իրանք լավ ընկեր են։ Ոչ լավ ընկեր են, ճիշտ ընկերության մեջ էլ իրենք ճիշտ չեն պահել իրենց։ Բոլոր հարաբերությունների մեջ չեմ ուզում ես հիմա այսպես բարձրաձայն ասել, մի անգամ Խաչատուր Սուկյասյանն էլ ասեց, որ ճիշտ ընկերություն չեն էլ արել մարդկանց հետ։ Ինչքան մոդեցել են, համբյուրեն են, որ մեջքից թուրը մրցնեն մարդու սիրտը։ Այդ սկզբունքով են իրանք պահել իրանց, եւ իմ նկատմամբ էլ այդպես են արել, եւ ես ճանաչում եմ բոլորին հատիկ-հատիկ։ Դրա համար ես չեմ ուզեցել, որ Սերժ Սարգսյանն անցնի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Եվ ուզեցել եմ, որ ով ուզում է լինի, մենակ ինքը չանցնի։ Այդքան բան։ Էլ չեմ ուզում այդ անունը շատ խոսեմ, ընտրում եմ, վերեք այդ անունը մի քիչ հեռու պահեք։ Չխոսենք։ Սերժ Սարգսյան անունը միջև ավարտվել է։ Չեմ ուզում ընդհանրապես սիրուն չի, որ ես հիմա հերոստատեսյան նստել եմ, բան եմ ասում, էլի բան։ Իմով չէ, դա ինձանով չէ, էլի հասկացի։ Եթե դուք չտայեք այս հարցերը, ես էլի չէի խոսա։ Մինչև այսօր չեմ տվել այդ հարցերին։ Մի անգամ չեմ խոսացել ոչ միտեղ։ Իմ մոտ տվիք էքսկլյուզիվ շնորհակալություն։ Ես եղել եմ նայեք, մի հատ բան ասեմ, էլի մի բան եմ ասում։ Ես եղել եմ Հանրապետական կուսակցության այս մարզի ղեկավարը իրանց խնդրանքով։ Իրանք են խնդրի, ես կուսակցությունից հեռու եմ եղել մինչև այսօր։ Ես չեմ ուզեցել կուսակցության մեջ մտնել։ Իրանք են, ես իրանց կուսակցությանը մի քանի անգամ իրանց բոլոր տեխնազուներին այստեղ ես քաղաքականությունից զրկել եմ։ Ուրեմն բոլոր իրանց լրատվական կառույցները, իրանց մեդիա մինչև այսօր ինձ քարկոծում են։ Այն ժամանակ ես Հանրապետականի ղեկավարն էի, իրանք էլի նորից ինձ քարկոծում են։ Ես դրանից բան չհասկացա ընդհանրապես։ Ոչ գիտեն հարազատը, ոչ գիտեն մոդիկը, ոչ գիտեն իրանց թիմակիցը, ես հեչ բան չհասկացա, մինչև այսօր չեմ էլ հասկանում, հավատացեք։ Ու այդքան բան, Աստված իրանց հետ, ինչքան իրանցից հեռու իմ մտքով, այնքան Աստուն մոդիկ։ Պարոն Ղուկասյան, մի հատ հարց էլ տամ, էլի Արժան, եթե կարելի է այդ հարցը տամ։ Պարոն Ղուկասյան, այսօր խոսում են շատերը, ու ժողովուրդը խոսում է, որ Գյումրուց սկսելու են նաև Հայաստանում ընդհանուր շարժը։ Դուք դրա համամիտ եք, պարոն Ղուկասյան, ինչ ձև եք ասենք տենում, որ դա կսկսի, էլի պարոն Ղուկասյան, հետաքրքիր է ինձ օրինակ։ Ինչ պետք է լինի օրինակ, որ սկսի։ Որովհետև այսօր ընդհանուր արժե համակարգային վիճակը, պարոն Ղուկասյան, այդ հավատը, այն հասկացողությունների հանդեպ, ասենք, նվիրումը շատ է պակասել, թեկուզ եւ իմ տեսակետով ու իմ համախոհ մարդկանց։ Գիտեք ինչ կա, ամենակարևորը, որ ես չգիտեմ, թե այս երկրում մակուշ նախկինների հետ եւ ներկաների հետ ինչ կուսակցություն կամ ինչ մարդիկ կան, որ իրենց հետ չեն։ Այդ սարկացաղ, այդ ֆինտ ու ֆլուշկեկը ինչ որ իրանք արել են, այդ կուսակցությունները, այդ մնացած բաները, որ սաղ արել են, ես պետք է հասկանամ, թե ով է իսկական հայրենիք սիրող, ով իսկական գերնիկը կանգնի հայի այս վիճակին պաշտպան, ով է հայ մակուր, եւ ասենք չեն գալիս փողի, պաշտոնի բանի համար։ Նմանատիպ մարդիկ են ման գալիս։ Երբ կդա, իրենց հետ կքննարկեմ, թե ինչ ձևի կարելի է ուրեմն այս ամեն ինչը կազմակերպել։ Եթե տարբեր ձևեր կա ընտրությունների միջոցով, կա միտինգների միջոցով ժողովուրդ հավաքելով եւ ասելով, որ դուրս եկեք, արդեն ձեր ժամանակը սպառվել է։ Երկու տարբերակ կա։ Հետագայում կապրենք կտեսնեք, թե ոնց ենք առաջնորդվելու։ Մերսի պատասխանի համար, պարոն Ղուկասյան։ Համեցեք։ Կարելի է Արսենա։ Համեցեք։ Այո։ Մատ եզև ես բոլորին եմ այս հարցը տալիս, եթե կարելի է Հայաստան պետության քաղաքականությունից դուրս ուղղակի լոկ Գյումրի քաղաքի համար այս հարցը ինչ նշանակություն ունի կամ ինչ տեղ ունի 102-րդ բազան Գյումրիի համար։ Ես ես ասեմ 102 բազան ոչ թե Գյումրիի համար միայն նշանակություն ունի, դա Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող այս 70-100 տարի ռուսական այդ դրոշը, որ այստեղ կա Հայաստանի Հանրապետությունում, մենք 5 տարի ազգովի խաղաղ չենք եղել մինչև ռուսների գալը։ Միշտ պարսիկ, թուրք, արաբ, մոնղոլ, չգիտեմ, բոլորի հետ կոնֆլիկտ ենք ունեցել եւ 5 տարի մեզ խաղաղ չեն թողել։ Այս 75 տարին ենք մենք խաղաղ եղել, որ ռուսական դրոշը այստեղ եղել։ Առաջինը դա ազգի անվտանգության մասին է խոսքը։ Երկրորդը
Դե այստեղ որ այսքան ռուսներ կան, այս քաղաքը ճիշտ ասած դրանք այդ առևտուրը բանը որ անում են հիմա Գյումրին այնպեսի վիճակի մեջ է որ դրանք էլ որ այստեղից գնան, դա երկրորդականով եմ ասում, երկրորդական, որ ասենք այդ հսկայական այդ զինվորները որ վերջը այն բանը կա, չէ՞, մի հատ կինո կա ասում է շատ սալդատ, շատ փոդրատ, հարուտին զիմզիմով։ Տեսել ես այդ կինոն, այդ է Գյումրվա կադագով, բայց ասնամնում մեր անվտանգությունը պահում է ռուսը, ամբողջ աշխարհը թափել է ռուսի վրա չի կարող։ Հիմա մենք չենք վայմում պետքան բանը, լավ ռուսը որ գնա այստեղից։ Ո՞վ է մեր անվտանգության երաշխիքը։ Որ երկիրը, մի հատ ես ուզում եմ իմանալ։ ՆԱՏՕ-ն ասում է Թուրքն է ձեր կողքը կանգնած, ՆԱՏՕ-ի երկրորդ ուրեմն բանն է երկիրն է համարվում եւ դրա համար թուրքական զինվորները պիտի կան այդտեղ, այսինքն մեր դարավոր թշնամուն բերում ենք մեր երկիրը միանշանակ ռուսի հետ եմ գտնում, բայց հայկական ամեն ինչը պահպանելով, ոչ թե դառնանք, ասենք, գերի դառնանք ռուսին, մեր հայկական արժեքները ամեն ինչը պաշտպանելով եւ պետք է լուրջ տղամարդ լինի, որ կարողանա նստի հետները բանակցի, ոչ թե վախվորիկ, քայլվածքից ընտուփ նայում եմ, այն Ալիևը ծիծաղելով բան է անում, ամոթից գետինն ենք մտնում, մենք որ տեսնում ենք տեսին ծերի, ում ենք ներկայացնում ենք հայոց ազգի առաջնեկը, ով է ներկայացնում մեր երկրի ղեկը։ Ես ամաչում եմ մի խոսքով։ Պետք է տղամարդ լինի, որ իր զարմից իր ձայնը ընտուփ, ձայնը տղամարդու պետք է տղամարդ, հայոց ազգը ներկայացնողը նմանատիպ ձևով պետք է լինի։ Այսքան բան։ Շնորհակալություն, իսկ ո՞նց եք վերաբերվում, դուք ասացիք ասենք ռուսի նշանակությունը պաշտպանության հարցում, բայց այսօր ասենք հայ ժողովրդի մեծ մասի մեջ կան շատ մեծ կասկածներ, որ իրանց կողմից հնարավոր է, որ իրանք ապահովեն մեր անվտանգությունը։ Ու դրա համար կան շատ պատճառներ։ Այդ կասկածները դե յուրաքանչյուր մարդ էլ իր մեջ կասկածներ կունենա, բայց հիմա այս վերջի ինչ որ տեղի ունեցավ, այդտեղ եւ որոշակի թերություններ էլ գտնում եմ ռուսների մեջ, բայց ամենաշատը մերոնց մեջ եմ գտնում, որ երկխաղ խաղացին։ Քաղաքականության մեջ երբ որ նմանատիպ ձևով են իրենց պահում, այդքան հսկայական ինստիտուտներն ու դրանց ինֆորմացիաներն ու KGB-ն ու բանը աշխատում է, չեն տեսնում, որ ինչ է մտածում Հայաստանի Հանրապետությունը։ Երկխաղ է խաղում, թե ոչ։ Օրինակ հասարակ մի բան, ասում են հապ կգա, ջերմուկի այդ հատվածը մտել են կամ մեր տեղը կռիվանի։ Այն սև լիճի բան է անում, ասում է գան ռուսները մեր տեղը կռիվանեն։ Նրանք էլ ասում են, դուք այն ժամանակ 90-94 թվականին ադրբեջանցիները Կրեմլ եկեն Մոսկվայի մեր ոտքերն էին ընկել դե մեզի փրկեք հայերից։ Հիմա ձեզի ինչ եղավ։ Ձեր պահեսներում մենք գիտենք, թե դուք ինչքան զենք ունեք։ 10,000 զինվորը ձեզ համար առ ոչինչ է։ Դուք այդպեսի զենքեր ունեք։ Եվ ձեր երիտասարդները այնպես են կռվում, որ հավանական է աշխարհում շատ քչերն են այդպես կռվում։ Այս դուք չեք կարող դրանց դիմաց առնել, մեզի բերում եք մենք մի հատ պատերա մի ճակատ ունենք, երկրորդ ճակատն էլ ուզում եք մեզ բերել ՆԱՏՕ-ի այստեղ բացել։ Մենք այդքան բանը չենք հասկանում։ Այս դուք սարքում եք դրսի ուժերի հետ։ Մի խոսքով այդտեղ շատ լուրջ քաղաքական բաներ է, պետք է ես կարողացա որոշակի բացատրել։ Լավ, չեմ ուզում շեղեմ Գյումրիի թեմայից, ամենայն դեպս Գյումրիի քաղաքապետի թեման է, ոնց որ վերադառնանք հետ կներեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Ալամ ջան, հարգելի Ջիջի, խնդրում եմ ձեր դեմքը բացեք, միջև ես իմ հարցը կդամ, բացեք, առանց դեմքը բացելու դուք հարց չեք կարող տալ։ Այ այդպես։ Всё, ուրեմն դու հիմի հարցը դուր ախտորժան։ Բարև, անունդ ո՞նց է, որտեղից ես։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ես Գագոն եմ։ Բնիկ Գյումրեցի եմ, ապրում եմ 15 տարի Երևանում։ Ես մի հատ հարց ունեմ ձեզ։ Ասա Գագոն։ Ուրեմն հարցը սենց ձևակերպեմ, ինչ միջոցներ եք կիրառում, որ եթե ընտրվեք քաղաքապետ, Գյումրիից դուրս ապրող գյումրեցիներին հետ վերադարձնեք Գյումրի։ Ուրեմն Գյումրիից ինչ պատճառներով։ Ինչ առաջարկներով։ Ինչ պատճառներով Գյումրիից դուրս ապրող գյումրեցիներին վերադարձնեք Գյումրի։ Էսա երկրորդում ես գյումրեցիները որ քաղաքից դուրս են եկել։ Հավանական է աշխատատեղերի առաջին աշխատատեղերի խնդիրն է։ Եթե հնարավորություն դուք ունենաք, որ քաղաքում կարող եք ինչ-որ կենցաղ սպասարկման ինչ-որ մի բիզնես դուք հնարավորություն կունենաք բացելու, ես անպայման բարձրաձայնելու եմ, որ այս ինչ տարածքները, այս ինչ հողերը օտարելու ենք, այս ինչ բաները կառուցելու, եկեք ներդրում չանեք, ոնց որ անում էի 99 թվականին Հայաստանի Հանրապետության հերոստատեսությամբ բարձրաձայնում է, այն ժամանակ քաղաքում ներդրում չկար, ընդհանուր գյումրեցիները մեր լեննականցիները քաղաքում ներդրում չէին անում, բոլորը գնում են Երևան եւ արտասահման,
այն մեծահարուստները, որովհետև գիտեին, որ քաղաքում կյանք չկա, մի խոսքով այդպես։ Ես ընկել եմ դռներ դուր Իսրայել օրուպես, բոլորի դռները, բոլոր մեծահարուստների, եւ դրսի եւ ներսի կարողացել եմ այդ ներդրումները բերել Գյումրի։ Եվ փառքասու ստացվեց, եւ այսօր ինչ որ տեսնում ես 100-ից 120 միլիարդ դրամի մասնավոր, այսինքն անատները քաղաքում ներդրում են արել։ Ինչ որ տեսնում ես իմ օրոք է կառուցվել եւ նույնը անելու եմ ու շարունակելու եմ աշխատատեղերի ստեղծման։ Կարելի է։ Համեցեք Գագո ջան։ Ես ձեր գործունեությունին լավ տեղյակ եմ, ես միշտ ձեր ընտրողն եմ եղել, էլի Երևանից գալու եմ ամսի 30-ին անպայման ընտրեմ ձեզ, բարձրաձայն եմ ասում։ Շնորհակալություն, Գագո։ Ուղղակի տեսեք, կա մի հատ sense problem։ Երկրաշարժին փլուզված շենքերից ստացել են բնակարաններ, այսինքն իմ օրինակով եմ բերում, մենք ստացել ենք բնակարան երկու աղբերով մի սենյակ, գնացել եք, կեսը մնացել եք ապրող տեղ։ Այո, ես 3 երեխաներիս հետ Երևան եմ 15 տարի արդեն ապրում։ Մասնագիտությամբ շինարար եմ, բայց արդեն հոգնել եմ այս վարձով ապրելուց, այս ամեն ինչից, մի խոսքով չերկարացնեմ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ես հողատարածք եմ տալու, ասելու եմ խնդրեմ կառուցի քեզ համար բնակարան։ Լավ է։ Մերսի։ Շնորհակալ եմ շատ։ Ես ամսի 30-ից ձեր կողքին եմ։ Տարածք եմ տալիս, ասում եմ Գագո ջան, դե բնակարանը կառուցի։ Ես լսեցի անպայման կգամ, պարոն Ղուկասյան։ Անպայման կգամ։ Սպասում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն Ղուկասյան։ Ձեզ հաղթանակ եմ աղթում։ Ապրես Գագո ջան, ապրես ցավը տանը։ Մի քիչ հետ վերադառնանք ձեր խոսքի համար, խոսքի բան, որ դուք ասացիք, եթե ես տեսնեմ մարդիկ, ովքեր կկանգնեն, ոչ մեկին հաշվի չեն առնի ու առաջ կտանեն Լեննագանի շահը։ Պրեմի հարց են տալիս։ Մարդուն Գրիգորյանը ըստ ձեզ այդպես տղա է, դե չէ, որ կարա Լեննագանի շահը առաջ տանի։ Արսեն ջան, այդքան արժե Մարտունից խոսել։ Ես ուղղակի քեզ մի բան ասեմ, այդքան որ շատ ես խոսում, լավ չի լինում, մի շատ խոսա։ Եթե դու ուզում ես, որ ասենք ես ու Մարտունը իրար հետ, նախ Մարտունը Կամոյի մասին է խոսքը, ես իր հորը գիտեմ, ես ինքը իմ տղուս հասակին եմ Մարտունը։ Իր հերը, իր հորողբերը Համոն, ես Համոյի հետ եմ շատ մոտիկ եղել, հասկացար, հարկում եմ։ Ես կուզեմ որ դուք իրար հետ ԿՊ-ի ջարդեք, իմ ուզած է դա, ուրիշ բան չկա։ Հարց չկա, դու հանգիստ եղի, ես ներողամիտ տղա եմ, ես թշնամություն չունեմ, այդ ինչը էլ որ մեր մեջ եղել է Երևանն է արել, հիշի, բաժանիր որդիրես քաղաքականությունը, մենք իրար հետ շատ մոտ էինք, ամեն ինչ նորմալ, Երևանը տեսավ, որ մենք հզորանում ենք, մեզ այդպես խառնեցին իրար ջահելներին, խնդիր սարքեցին, թե չէ մենք այդպես ինչ թշնամություն ունեմ իրաց հետ, ընդհանրապես չունեմ։ Երբ պետք եղնի, ես կարամ ձեռք մեկնեմ, սեղմեմ, խնդիր չունենք։ Հանուն մեր քաղաքի։ Ցավը դե տանեմ, Վարդան Ղուկասյան ջան, այդպես ասեմ, որ ասնիկ առաջ։ Հիմի ասենք առաջ, Վարդան ջան, դու բաց միկրոֆոնը հարցը դու, ցավը տանեմ, մենակ դեմքդ բաց։ Այս ծանր հարցերն չեք իմ վզովս թողը, այ ձեր ցավը տանեմ։ Ասա Վարդան։ Ասա ախպեր, միկրոֆոնդ փակա, ցավը տանեմ, միկրոֆոնդ բաց։ Ապրես։ Բաց։ Բացվավ ձենս։ Այո, հիմի խնդրեմ։ Բացած ձենս թե չէ։ Հա, լսում եմ։ Բարև բոլորին։ Ասու բարի։ Վարդանը Վարդանին, սենց ասած, պարոն Ղուկասյան ջան, հարգակներս բոլորիդ, նախապես ասում եմ, հաղթանակ եմ ցանկանում ձեզ ասելով եւ ձեզ, եւ Մարտունին, եւ միասին, եւ առանձին, որդ կլեք, ձեր ցավներ տանեմ։ Հիմա միասես բան եմ մտածել, այսինքն ոչ թե ես եմ մտածել, այլ 2 օր առաջ ժուրնալիստը հարցատալի Աղազարյան Հովիկին, ասում է դատախազությունը եկել է, որ ձեզ անձեռնխելությունից զրկի։ Դուք ոնց եք նայում դրան, ասում եմ նորմալ եմ նայում, քանի որ հեսա Լեննականում, Գյումրիում իհարկե, ԿՊ-ն կրվելու է, ազգային ժողովն էլ լուծարվելու է։ Դուք ոնց եք նայում դրան։ Դրական։ Ես ասում եմ իրական բանը, որը որ հայտարարվել է, դա ես չեմ ասել։ Շատ դրական նայում եմ, այո, թող այդպես էլ լինի։ Ահա։ Եվ մի հատ էլ խնդրանք եւ ոնց ասեմ իմ անցած աշխատանքային փորձից իմ
անցած այդ տեղամասային վստահված անց լինելու մասնակից լինելուց այդ փորձից ասենց ասած ես խնդրում եմ եւ ձեզ եւ նաեւ ասել եմ Մարտունին Գրիգորյան եւ մնացած այն մարդկանց ովքեր քանի որ հանձնաժողովում կպան լինելու մեծամասնություն վստահված անձերը մեկը մյուսի հանդեպ ըլլեք միշտ աղբերավարի ընկերավարի ասեք սանդվիչները լինելու են բայց ձեր մեջ ձեր ասելով ձեր Մարտունի մյուսից բոլոր վստահված անձերը լինեն այն մարդիկ որ իրար հետ խնդիր չունենան այդ որ ոչ մեկը իրար հետ խնդիր չունենա ու ящика պիտ պահեն հաստատ общий фронт բդիրնի ասեք որտեղ կողմնագից այո դուք մեկը մյուսի հանդեպ լինեք հարգալից եւ վստահելի Բարի Վարդան, բարի ես մտածում եմ ես եւ Մարտունի համար եւ Մարտունի վստահվածածը եւ ձեր համար եւ իր համար այսինքն Վարդան ջան, շնորհակալություն եղբայր քո ուղերձի համար շատ կարեւոր էր քո ասածները ցավը տանեմ ապրես թույլ տանք մեկ ուրիշն է հարցնեն լիքը մարդա տակա ոչերով կանած վերև են Իմ նկարս կարես փակես իմ դեպքը Մենակ նկարը չէ, քեզ իջացնեմ ցավը տանեմ բարձրանան ապրես Պետրոսյան ջան, պարոն Ղուկասյան, ձեր թույլտվությամբ մեկ հարց ռուսերենով, որովհետև մարդը մի քիչ ռուսերենով ավելի լավ կարա շարադրի իր մտքերը, եթե թույլ կտա։ Ես ռուսերեն թող ասի։ Առաջնահերթին բարևում եմ բոլորին։ Պարոն Ղուկասյան, որ կարանամ ճիշտ Լեովի հարցը ստամ, ես ձեր թույլտվությամբ ռուսերեն այդ հարցը տամ, եթե դուք կարաք հայերեն պատասխանեք, ընդհանրապես խնդիր չկա։ Ну так вот, եկեք մինիմում Ես հավանական է բանով տեսել եմ, հա, դուք այդ ադրբեջանցիների որ պատասխանում եք դուք եք։ Ես Ես էլ հարկում եմ, լավ էլ չոտքի խոսում ես, աբրես։ Անենց տեղին դնում ես, որ ախպեր ես, ես ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու։ Եթե Գյումրի գաս հատուկ արի, ես քեզ կընդունեմ։ Մեծ աճույքով մեր Արսենի հետ անպայման տեղերը դնում ես դրանց։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Ասա ախպեր։ Итак, 3 вопроса мне хотелось бы на сегодняшний момент задать непосредственно вам. Поскольку я у вас очень много слышал, очень много вы сделали как для нашего великого армянского народа, так и в целом для Гюмри. Это похвально. Но есть один маленький нюанс. Все предвыборные кампании работают по одному сценарию. С вашего позволения я бы хотел бы только воспримите этот вопрос правильно. Первый мой вопрос таков. Как вы думаете, вот вы, приходя к какой-то цели, вы обещаете людям очень многое. Первый вопрос. То, что вы обещаете, это, еще раз говорю, это похвально. Какова гарантия, что вы выполните свое слово? Это первый вопрос. Второй вопрос. Что вы конкретно можете кардинально изменить, как в целом в Армении и особенно в городе Гюмри? Благодарю, жду ответа. Карак Хайрен Патасханек. Շնորհակալ եմ, լավ հարց տվեցիք։ Իմ խոսքերի աբացույցը իմ 13 տարիների աշխատանքն է, որ ես աշխատել եմ, ինչ որ ասել եմ, կրկնակի անգամ ավել եմ արել ու ժողովուրդը տեսել է, դրա համար ինձ 5 անգամ ընտրել է քաղաքապետ, առանց կերձիկի, առանց փող բաժանելու եւ առանց կուսակցության ու պետական պատժկայի։ Ես անցել եմ ու ժողովուրդը, որ հիմա ես քայլում եմ, ինձ ասում են Բալաջան, քարներնաս կանաչ փոստի։ Ինձ օրտնում են, ոչ թե անիծում են, այլ առաջի դակազատերսվան դա է։ Երկրորդն էլ, որ դուք մի կարևոր բան եմ ասում, մշտական ասում եմ, գիտեք ոնց, սրբերից մեկը Եփրեմի խորին ասուրի, անապատկան ճգնավոր է։ Երբ որ 30 տարուց հետո գալիս է քաղաք, մի հատ աղջիկ անբարոյական, Բադուհանից ասում է հայր սուրբ, արի մեր տուն։ Ճգնավորն ասում է, արի հրաբարակ աղջիկ ջան, քսետեղ մարդիկ կտեսնին, ճգնավորն էլ ասում է, դե տեղել աստված կտեսնի, մարդիկ են զորեղ թե աստված, ընդանուր արմամբ հավատացյալ մարդը, երբ որ մի բան է խոսում կամ մի բան պետք է անի, երբ որ այդ կաբինետը նստած է, ոչ մի մարդ չկա, պետք է ստորագրի ու ինչ որ մի բան պետք է անի ու մարդիկ չտեսան, ինքը գիտե որ աստված տեսավ, հետո որ խոսք է տալիս, այդ խոսքերին պատասխան պետք է տա ինքը, որովհետև աստված լսեց։ Այն նմանատիպ ձևով, դա առաջի խոսքս, առաջի հարցը, որ ես քեզ ասեցի։ Երկրորդն մեկը ինչ էիք ասում, երկրորդը որն էր, որ հարցներ։ Կոնկրետ, կոորդինալ, ինչ եք կարանալու փոխեք։ Կոնկրետ աշխատատեղերի ստեղծում։
Աշխատատեղերի ստեղծումը, որ յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը փոքր եւ միջին բիզնեսի խթանումն է։ Ուրեմն ես Հայաստանի Հանրապետության իմ 13 տարիների աշխատած ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին, բացի Երևանից, Գյումրիի չափ անհատը ներդրում չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Հենց ժամանակ նախագահներից մեկը ասում է, դե գյումրեցիք հարստացել են, ես ինչ բան է, այսքան ներդրում են անում, ասում եմ հաղ չեմ վերցնում, մեկ էլ չեմ տանում բերում մարդկանց, մեկից հողատկացում եմ անում, կենցաղ սպասարկման օբյեկտներ են կառուցում եւ դրա համար հիմա որ մտնում ես Գյումրի, ինչ որ տեսնում ես իմոլոգ է կառուցվել։ Առաջինը քաղաքապետի գործունեությունը դրա մեջ են տեսնում։ Երկրորդն էլ, երբ որ ասենք մարդիկ կան, որոնք պրոբլեմ ունեն, օրինակ Երևանում տարածքներ վերցնելու, ներդրում անելու, գործարան ստեղծելու, ես իրենց ուրեմն արագ կարգով խնդիրները լուծելու եմ, օգնելու եմ այդ մարդկանց, շենք շինություն եմ տրամադրելու, տարածքներ եմ տրամադրելու, որ գործարանները այստեղ կառուցեն։ Բացի այդ ամեն ինչից, ովքեր որ պետության, որ կուսակցությունը, որ պետությունը կստանձնի, նրանց անպայման վերելու եմ, որ արդագնանիստ անեն Գյումրի քաղաքում։ Եվ ասեն, թե պետական ծրագիրը Գյումրիի առողջացման, որ 37 տարի Գյումրին եւ Շիրակը ամենաանապահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում եւ Շիրակի դաշտավայրում։ Պետությունը կոնկրետ աշխատատեղերի ստեղծման համար ինչ միջոցներ, ինչ քայլեր է ձեռնարկում, որովհետեւ մեծ գործարաններ ստեղծելու հետ կապված, դա միայն պետք է պետական մոտեցում լինի, քաղաքապետի ու մարզպետի քաշը այդտեղ մեծ գործարանների, դա այդպես չի կարող լինել։ Երրորդն ասեմ, որ այս 0.25% վարկերը, որ երկիրը ստանում է 0.25 կամ 1% վարկերը, իրենք իրեր մեջ, իրանց հարազատների, իրանց մոտիկների, իրանց աղբերների եւ իրենք վերցրել են այդ վարկերը, բանկեր են բացել 18-ից 25%, այդ գումարները, տոկոսները 18-ից 25% է, պետք է ասեմ, ինչպես տղեկին 0.25%-ով տվեք, այս գործարանը, այս բանը մենք կբացենք այս քաղաքում եւ փոխպետությունն է վերահսկի, որ իրոք այդ գումարները իրոք քաղաքի աշխատատեղերի ստեղծման կապակցությամբ է վերցնում նմանատիպ մարդիկ եւ կարող եմ ասել, որ այդ վարկերից Հայաստանի ոչ մի քաղաքի քաղաքացի չի օգտվել, բացի Երևանից այդ մի քանի վերադաս կառույցները, դե թող հիմա այսօր որ այս ԿՊ-ն եկել է, ասում եկել են, որ գողունը հետ վերադասնեն, դե թող ասի այդ վարկերը ում տագն են, թող ասի Հայաստանի այդ վարկերը որ ստացել են, եւ այս վարկերը ում մոտ է, հետո եթե մի երկիր ուզում են դրսից քանդել, ուրեմն անպայման բանկային համակարգը նմանատիպ ձևով է լինում, որ 18-ից 25%-ով մարդկանց վարկեր են տալիս, ամբողջ աշխարհում 2-ից 4% է, այս բոլորը պետք է վերանայվի, այսքան բանը, կարող եմ երկար ասել, չեմ ուզում երկար ասել։ Ձեր թույլտվության մի հատ հարց տամ Արսեն ջան ու շատ ժամանակը չխլեմ։ Էլի ռուսերեն տան, դուք էլի պատասխանեք հայերեն։ Ասեք ռուսերեն։ Значит, ситуация такова. На сегодняшний день существует такая дилемма. К сожалению, многие из наших соотечественников думают как-то иначе. Например, многие из них думают, что почему-то по каким-то причинам считают Россию врагом Армении. Вы тоже этих же мнений поддерживаете? Или у вас какое-то другое мышление? Ես միանշանակ Ռուսաստանի կողմնակից եմ, հայկական մենտալիտետը պահելով, ես հայամետ եմ, բայց մեր անվտանգությունը կապում եմ Ռուսաստանի հետ։ Միայն ես չեմ ասել, դա ասել է Իսրայելորին, Դավիթ Բեկը, Մխիթար Սվարապետը, Անդրանիկ Զորավարը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը եւ իրոք մենք պետք է այս ամեն ինչը պահենք Ռուսի հետ, կամ այստեղից ռուսը դուրս է գալիս է թուրքը, կամ մենք մնում ենք Ռուսի հետ։ Ով որ թուրքամետ է, միանշանակ երևում է։ Ես կոնկրետ ուզում եմ, որ մենք մեր հետագան կապենք Ռուսի հետ։ Այդքան անունների հետ մեկտեղ արդեն կարելի ասել Վարդան Ղուկասյան։ Բայց հայկական շահը բարձր գնահատելուց ամեն ինչից վեր։ Այո, պարոն Ղուկասյան, вы очень приятный собеседник, очень хорошо высказываетесь, мысли у вас очень далеко идут, поэтому благодарю вас за точные ответы, честно получил то, что хотел получить. Շատ շնորհակալություն ձեզ բարի ժամանակ։ Спасибо вам. Я хочу с тобой дружить. Приходи, я тебе гостем будешь у меня, родной мой. Благодарю. Օգոստոսին գալու եմ, անպայման կտեսնենք։ Давай, Ախպեր, давайте. Հաջողություն ձեզ, լավ մնացեք։ Արսեն ջան, спасибо, լավ մնացեք։ Удачи, Петросян, удачи. Спасибо, спасибо, родной. Тебе спасибо.
Գիտես մենք կարող ենք լույս նստել, դու նայ իշքան պետք է խոսենք։ Կարևոր հարցերը բանարա Արսեն ջան։ Հիշում եք, որ ես ձեզ ասեցի, որ 3 ժամը ոչ մի բան է այս կոնտեքստի համար։ Դուք եք որոշելու ինչքան եւ։ Սևակ ջան, բարի երեկո, խնդրեմ ներկայացի եղբայր քո հարցը։ Բարի երեկո բոլորիդ, պարոն Ղուկասյանի անունը Սևակ է, ես չեմ ապրում Հայաստանում, դրսում եմ ապրում։ Այսպեսի մի հարց ունեմ, դուք դարակ քաղաքապետ։ Իմ հասկանալով Գյումրի բյուջեն կարիք ունի աջակցության, երևի խնդիրները շատ են Գյումրիում, որը որ պիտի անի պետը գա պետական բյուջեից։ Ունեք մտավախություն, որ ձեր քաղաքապետ դառնալու դեպքում պետական բյուջեն, այսինքն քպեական կառավարությունը կարող է չաջակցել կոնկրետ ձեզ։ Հաշվի առնելով հակասությունները որ կան ձեր մեջ։ Ունեք այդպիսի մտավախություն։ Ես չնայած այդ հարցին պատասխանել եմ, բայց եւս մեկ անգամ պատասխանեմ։ Ես նորից կպատասխանեմ։ Ուրեմն քաղաքի բյուջեն ձևավորվում է երկու մասից։ Մեկը սեփական եկամուտներ, մեկն է դոտացիայի հաշվին, որ դա քաղաքի ժողովրդի հասանելիքն է։ Այստեղ ՔՊ կլինի, ով ուզում է լինի, եթե հանգած քաղաքի գումարը չտան, դա գողություն է, ռազմո է։ Հասկանալի է, այդպիսի սրոք կա։ Իրանք չեն կարող չտալ քաղաքի հասանելիք գումարը։ Ինչ մնում է սուբսիդիաների մասին նպատակային գումար։ Եթե Հայաստանի Հանրապետությունում որոշակի քաղաքների սուբսիդիա տվեցին ու Գյումրի քաղաքին չտվեցին, դու գիտես ես ինչ աղմուկ կբարձրացնեն։ Կխառնեմ ամբողջ երկիրն իրար։ Չեն կարող, այդպես հեշտ ու հանգիստ չի լինի։ Ես գիտեմ թե ոնց կարող եմ անել, հանգիստ եղեք։ Այսինքն դուք մտավախություն չունեք այդպեսի, հաշվում եք, որ այդ հարցը դա խնդրեմ չի ձեր համար։ Այո։ Ու մի հարցել տամ, Արսեն, կարող եմ մի հարցել տալ ու չգիտեմ կարող է էլի պատասխանել եք այդ հարցին, ինչ վերաբերմունք ունեք, հասկացա, որ դուք ասում եք, որ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի դաշնակիցը եւ այլն, որպեսզի խաղաղ ապրենք եւ այլն։ Ինչպես եք վերաբերվում Ռուսաստանի գործունեությանը կապված Ղարաբաղի հարցի հետ, որը որ կատարվեց, եղավ եւ այլն։ Շնորհակալություն։ Գիտեք ինչ, այդ հարցը շատ բարդ հարց է։ Շատ դժվար հարց է, որ մենք պետք է այսպես մի քիչ ավելի խորքային մտածենք ու խորքային խոսենք։ Գիտեք, Ռուսաստանի վիճակը այսօր դուք գիտեք, որ ուրեմն այդ Բաքու-Ջերյան նավթամուղով Ռուսաստանը օգտվում է եւ ամբողջ ուրեմն իր նավթային այդ խնդիրները հավանական է մեծամասնությամբ լուծվում է Ադրբեջանի կողմից։ Այստեղ դրված է Հայաստանի Հանրապետությունը կշերկին ու նժարին, ու դրված է Թուրքիան, ամբողջ Միջին Ասիան, որ պաշտպանում է Ադրբեջանին։ Սա միայն Թուրքիան չի պաշտպանում Ադրբեջանին։ Միջին Ասիան ամբողջությամբ այդ Ուզբեկստան, Ղրղստան եւ գիտեմ այդ բոլորը պաշտպանում են Ադրբեջանին։ Ռուսը այստեղ շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Ու բացի դրանից Հայաստանի ղեկավարությունն էլ երկխաղ են խաղում, թե քարագիր խաղ են խաղում, այդ էլ ինչ որ նադյոժնի պարտներներ չեն։ Այստեղ մենք պետք է նայենք, թե որ կողմից, թե եւ ինչ սկզբունքով։ Այն ժամանակ իրենք ասում էին, դե 5 տարածքները հետ տվեք եւ խաղաղություն լինի։ Բայց մերոնք ասում էին չտվեցին եւ պատերազմը սկսվեց, հետո վերջում տեսակ ինչ վիճակ եղավ։ Օրինակ այդտեղ գիտեք ինչ կա, երբ որ Պաշտպանության նախարարը զեկուցում է, թե 4000 ադրբեջանցիներ հավաքվել են միտեղ, մենք կարող ենք բոլորին վերացնել, Հայաստանի Հանրապետության նախագահն ասում է, թե միջազգային հանրությունը ինձ կմեղադրի, թե շատ զոհեր ունի Ադրբեջանը։ Երբ որ Հայաստանը կարող է խփել Բաքու-Ջերյան նավթամուղին, ասում են ինչի՞ չես խփում, ասում է գիտեք ինչ կա, Բրիջիտ Պետրոլիումի տնօրենը Անգլիայից ինձ զանգ է տվել, ասել է դենց բան չանես։ Եվ այսպես շատ բաներ։ Հետո մերոնք ասում են վերեք խփենք նավթահորերին։ Ասում է չէ, Ադրբեջանը բանով մուխը գծածքի Ադրբեջանը։ Մի խոսքով մենք ինչ ենք արել, որ իրանք ինչ անեն։ Հետո լավ է, որ վերեցին այդ մեջտեղը ռուսները իրան զորքը կանգնեցրեցին, որ այս սկզբունքը այսպես պահվեց։ Այստեղ շատ բարդ է, այսպես ես 2 րոպեվա չեմ կարող ձեզ պատասխանել, պետք է լուրջ նստենք ու քննարկման առարգա սարքենք։ Բայց պետք է անպայման մեր մենտալիտետը, մեր շահերը բարձր պահելով բանակցող ունենանք, լուրջ մարդ է պետք։ Լուրջ տղամարդ է պետք, բանիմաց, ազգի պատմությունը գիտեցող մարդ է պետք, որ նստի այդ Ռուսաստանի հետ բանակցի։ Ես գտնում եմ, որ այսօրվա մեր
Կառավարությունը շատ թույլ է եւ ինքը չի կարող։ Եղավ, շնորհակալություն, Անեցեք։ Քեզ եմ շնորհակալ եմ եղբայր, ստեղծում բոլորիդ, հաջողություն։ Ստեսություն։ Պարոն Ղուկասյան, ես այս կոնտեքստի տակ մի հատ հարց ունեմ։ Մեր հենց նոր ծնվեցի մեջ այդ հարցը։ Գիտեք, դուք քաղաքապետի հարցեր չեք տալիս, վարչապետի հարցեր եք տալիս, բայց խնդրեմ տվեք։ Դուք եք արդեն այդ պլանկեն դրել, շատ կներեք։ Դուք եք տվել այդ պլանկեն, դուք ասեք, որ գնալու են վարչապետ։ Ուզում եք հասկանանք արժի, որ դիվիկ որից սկսեք այդ մասին մտածենք։ Տեսեք, պարոն Ղուկասյան, դուք ասում եք ռուսը ոչ մի ձևի մեղավոր չի, բայց ես ձեր համաձայն Ես չեմ ասում ոչ մի ձևի մեղավոր չեմ։ Ես ասում եմ ինքն էլ իր մեղավորությունն ունի։ Բայց ինքը իր շահերն է պաշտպանում, գիտեք, պահերի տակ։ Հիմա այդպես Հայաստանը ճիշտ է, ինքը պահում է բանի։ Հետո մի բան ասեմ, նայեք։ Ռուսը Լավ, Արցախի հարցում ինչքան է ռուսի մեղավորությունը։ Ասեք, Արցախի բան։ Հա, Արցախի բանը մեղավոր չէ։ Հիմա նայեք, իրանք ռուսները շատ լավ գիտեն, որ այսօր Թուրքիը իրանց հետ խաղ է խաղում։ Ադրբեջանը, Թուրքիան իրանց հետ խաղ են խաղում։ Ինչ խաղ։ Որ ասենք, եթե այս վիճակից Ռուսաստանը ուրեմն այս վիճակի մեջ է, իրանք պան-թուրքիզմի գաղափարը միանշանակ Թուրքիան տանելու է մինչև վերջ։ Դա իրենց խորքային խնդիրներից մեկն է։ Ամբողջ Միջին Ասիան եւ մինչեւ Յակուտիան դա պան-թուրքիզմ է, որ իրենք տանում են։ Այսօր չէ, վաղը ռուսները Թուրքիայի հետ խնդիր են ունենալու միանշանակ։ Իրանք այսպես խաղ են խաղում այս հարցերի շուրջ։ Ռուսը դուք գիտեք, այդ բանը չի հասկանում, շատ լավ հասկանում է։ Ժամանակ է մերցնում, հիշեք։ Սա ժամանակի խնդիր է, որ պահում է, որովհետև ինքը ամբողջ աշխարհի հետ պատերազմի մեջ է։ Պարոն Ղուկասյան, Արցախի հարցում ռուսի մեղավորությունը ըստ ձեզ որտեղ է։ Հիմա մենք մտածում ենք, որ Արցախի հարցում ռուսի մեղավորությունը այն էր, որ ռուսը չեկավ մեր տեղը չկրվեց, բայց ես մի քանի բան գիտեմ, որ հիմա չեմ ուզում բարձրաձայնել, օրինակ այստեղի 102 բազայի կամանդիրն ասում էր. մենք գալիս շորերը փոխում ենք, հագնում ենք հայկական շորեր, կրվում ենք ձեր հետ, ձեր կողմից։ Հիմա շատ խնդիրներ կա, որ խոսել պետք չի այսպես ռուսը բանով, բարձրաձայն մենք հիմա չենք կարող խոսել։ Գիտեք, բաներ կա, որ այսպես հեշտ ու հանգիստ ենք մենք մտածում, մենք մեկից մեղադրում ենք, բայց այդպես չի, լավ իմացեք, այդպես չի։ Ես չգիտեմ, հիմա չեմ կարող շատ այդ խորանալ այդ հարցերի մեջ։ Ավելի լավ կլինի հետագայում մենք մի հատ լուրջ, երբ որ նմանատիպ, ուրեմն լսարան ապահովեցիք, կհավաքվենք ավելի բան, կխոսենք, քննարկենք։ Հիմա չեմ ուզում շատ ծավալվել, թե չէ մինչև առավոտ կարող ենք խոսել։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, Նարեկ ջան, եթե դուք կդաս աղջիկա բարձացի, աղջիկան հարց։ Հա, ոնց չէ։ Աղջիկը տա հարցը նոր, էլի ճիշտը դենց է, մենք միշտ զիջող տղեկ ենք աղջիկներին։ Մուշ երկուս, խնդրեմ ձեզ բացեք բայց ձեր դեմքը, հա։ Այո, չեղավ, աղբեր ես, Սում ավատարկով ես եկել տղա է հարց տվող, խապիր մեզի ոչնի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ արեք առանց, եթե աղջիկա լավ ասեք, սենց ասեք։ Բարև, ողջունում եմ բոլորիդ, պարոն Ղուկասյան հատկապես ձեզ։ Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեցա բոլորի հետ զրուցելու։ Ես ուզում եմ մի բան ասել, որ Գյումրին ձեր կողքին է այսօր, ու հուսով եմ, որ մենք հաղթելու ենք և ոչ ենք ասելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քանի որ Գյումրին տեսել է Նիկոլ Փաշինյանի օրոք այն, ինչը պետք է չտեսներ։ Եվ հուսով եմ, որ հաղթանակով ենք ավարտելու այս ընտրություններում և կուզենամ մի հարց տալ, պարոն Ղուկասյան։ Ձեր ընտրվելուց հետո հույս ունենա Գյումրիի քաղաքացիները, որ կլուծվեն առաջնային աշխատատեղերի խնդիրը և Գյումրիում անօթևանության խնդիրը։ Իմ կարծիքով դա համար առաջին խնդիրն է Գյումրիի համար, որ Գյումրիի բնակչությունը այսօր չունեն աշխատանք և մեծամասնությունը ապրում են տնակներում։ Ճիշտ է, վստահ եմ, որ կլուծվի այդ հարցը ձեր կառավարության, ձեր ընտրվելուց հետո, սակայն կուզենամ ավելի վստահ լինել, ինչ եք կարծում այս մասին, ինչ կփոխեք ձեր ընտրվելուց հետո Գյումրիում։
հատկապես այդ մասով։ Շնորհակալ եմ, աղջիկ ջան, շնորհակալ եմ։ Ես մի բան ասեմ ձեզ, որ ես հիմա կախարդական փայտիկ չունեմ, որ մեկից այդ հարցերը լուծեմ, բայց որ իմ ծրագրի մեջ առաջնային խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է ու մարդկանց տնագներից դուրս բերումն է, դա փաստ է։ Ուրեմն առաջինը աշխատատեղ եւ նույն սկզբունքով, ուրեմն բնակարանների կառուցապատում։ Դա իմ այն գլխից մինչև այսօր ես դրա վրա եմ աշխատում ու նորից աշխատելու եմ։ Եվ դրանց ուրեմն դրան նպաստող համար առաջի խնդիրներից մեկը գիտեք որն է, քաղաքը ունի հադագագից, քաղաքը ունի հաստատված հադագագից։ Եվ հիմա նորից քաղաքապետը հոխատկացում է անում, գնում է մարզպետարան վավերացնում են, հետո դրանից հետո գնում է քաղաքաշինության նախարարություն ընդեղ են վավերացնում, ճանապարհը տևում է 1 տարուց 2 տարի, որը հակասահմանադրական է եւ հակաօրինական է։ Եթե քաղաքը ունի հադագագից, ուրեմն այդ ճանապարհը պետք է անպայման ես որ եկա արագ կարգով այդ հարցը բարձրացնելու եմ ու դադի եմ տալու Հայաստանի Հանրապետության կառավարությանը, եթե իրենք այդ հարցը չլուծեցին։ Ուրեմն իմ ժամանակ նույն սկզբունքներ կիրառվում եւ ես չէի կարող աշխատել։ Եվ այդ ժամանակ Քոչարյանը Ռոբերտն էր, հարցը բարձրացրեցի խորհրդակցության ժամանակ, արագ կարգով որոշում կայացրեցին եւ թողեցին, որ քաղաքապետը այդ հարցերը կարգավորի եւ այդքան 100-ից 120 միլիարդ դրամի շինարարություն արվեց Գյումրի քաղաքում։ Եվ իմ դուրս գալուց վերջի ուրեմն տարին 12 թվականին նույն որոշումը կայացվեց այդ ժամանակ նախկին նախագահի կողմից եւ մինչեւ այսօր այդ որոշումը մնացել է, բայց եթե 23 թվականին ուրեմն բյուջեն քաղաքի հադագագիծը հաստատվել է, այսինքն այդ քաշքշուկը դա դիդավորյալ են անում, որ քաղաքում շենք-շինություն չկառուցվի։ Հասկանալի, այդ խնդիրը լուծելու են շատ արագ։ Եվ մնացածը կամաց-կամաց ինքը ստացվելու է։ Իսկապես այսօր շատ ցավալի է այդ հարցը, քանի որ շատ քաղաքացիներ ապրում են դեռ տնակներում ու իմ կարծիքով դուք շատ լավ տեղյակ եք տնակների ներկայիս վիճակը, որ արդեն ապրելու ենթակա չէ։ Բնակիչները պարզապես անձրևի տակ, առնետների հետ են գիշերում, արթնանում եւ առաջի խնդիրը, որ երիտասարդությունը չունի զբաղվածություն, չունի աշխատանք եւ շատ դժվար է փորձում այդ հարցը լուծել։ Խնդրում եմ ձեզ ընտրվելուց հետո հնարավորության իսկ դեպքում կարգավորել գալիս եմ դրա համար, հենց գալիս եմ դրա համար, գիտեցի, ես հենց գիտենալով խորքային, թե ինչ է պետք մեր քաղաքին, ես վերջերս քաղաքի կառուցողներից մեկն եմ, ուրեմն գալիս եմ առաջի հարցը պետք է լինի աշխատատեղերի ստեղծում, երկրորդը բնակարաններով ապահովել մարդկանց, որը իմ աշխատած տարիներին 17000 բնակարան եմ կառուցել։ Այո, աղջիկ ջան, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, հաջողություն եմ մաղթում։ Ձեզ ենք շնորհակալ։ Առաջ Աստված, առաջ Սեբաստիան ջան, կյանքիդ մեռլին։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ ենք ձեզ, հաջելի անձնավորություններ, հաջելի հարցեր, շնորհակալություն։ Խնդրեմ Արամ ջան, բայց մի հատ բանը, չաթին բան եմ ուզում ասեմ։ Ես էլ եմ չաթին բան ուզում կակրաս ասեմ։ Հա, ասա, դու ասա։ Ուրեմն առաջինը հայրենակիցներ ջան, խնդրում եմ ուշադիր, որ հարցերը 2-3 անգամ չկրկնենք, որ արդեն տրված են ու պատասխանները ստացված են, սա մեկ։ Երկրորդը շատ մեծ խնդրանք, եթե դուք չունեք բավականին քանակի բաժանորդներ ու չեք կարողանում բացեք ձեր դեմքը, մի տվեք հարցում։ Դա ավելի շատ սպամի նման, քան հարցումի։ Սա երկրորդը։ Ասա Արսեն ջան, հայտարարությունները հետո հարցամ։ Ես ուզում եմ հարց տամ, քանի հիշել եմ, հարց տամ պարոն Ղուկասյանի, պարոն Ղուկասյան։ Դուք ժամանակին այս մի քանի օր առաջ ասացիք, որ այդ որ ասում են քաղքի տղա, ուր է դեռ քաղքի տղա, որը դեն գիտեն, որը գիտեն, բան։ Ում նկատի ունեք, որ ասում եմ մեր Սարիգը։ Օրինակ այս Սարիգին իմացել եմ Լուսավոր Հայաստանի ժամանակ, որ ինքը Լուսավոր Հայաստանի դագնոսների աշկերին ֆրֆռում էր այն վաղ իրանց Սարիգներ։ Հիմի ԿՊ-ի Սարիգն է։ Այն օրն էլ անդրադարձա ասեցիք Սարիգ ջան, դու գործի պրոբլեմ չես ունենա, 26 թվին լիգ կա, կուսակցություն կա, մեկին դուրը կբացես կեղնես իրանց Սարիգը։ Հիմի դուք նկատի ունեք, որտեղ եկին, որ ասում եք իրանց քաղաքում ով է ճանաչում, որ ասում եք քաղքի տղեկը։ Գիտես չեմ ուզում անձնական դաշտ մտնել։ Ես իրանցից տարիքով մեծ եմ, իրանք երիտասարդներ են, ես իրենց ուզում եմ, որ իրենք կողմ որոշվեն, ավելի ճիշտ ճանապարհ բռնեն,
ավելի ճիշտ մարդկանց կողքին կանգնեն, որովհետև հիմա իրենց որտեղ որ ես տեսնում եմ, ես իրենց ճիշտ ասած ցավում եմ ու մեղքում եմ, իսկ մեր եկեղեցին ասում է ապաշխարության տես բան է տվել, ապաշխարություն։ Երբ իրենք շուտ հեռանան այդտեղից, այնքան իրենք կփրկվեն, ոչ թե ես հեգնանքով կամ բանով եմ ասում, այլ իրոք ես իրենց չեմ ուզում տեսնել այդպիսի մարդկանց կողքին, որոնք ազգը տանում են կորզանումը։ Բացի ազգը տանելու կորզանումից, ես տեսնում եմ, որ այսօր երկրում արտոնություն ունի տրանսգենդերները եւ ԼԳՏԲ-ի ներկայացուցիչները։ Գեներալներն ու հերոսները այսօր երկրում բան տեղ չունեն, բայց տրանսգենդերներն ու ԼԳՏԲ-ի ներկայացուցիչները այսօր ամենաբարձր տեղում են դասված։ Դրա համար այդպիսի մարդիկ թող այս երկրից հեռանան եւ ամոթ է հայոց ազգին, որ մենք դրանց հետևից պիտի գնանք։ Շնորհակալություն։ Որտես Արսեն ջան։ Պարոն Ղուկասյան, հարց, որ ես էլի նորից միշտ տալիս եմ, շատերին հետաքրում է, իհարկե կա հարց անօթևանների, կա հարց տնակների, բայց դրա հետ միասին մենք մի հատ էլ հարց ունենք, Արցախի տեղահանումից հետո Հայաստան տեղափոխվեցին բավական քանակի մեր հայրենակիցները, որոնց մի մասն էլ իհարկե եկել են Գյումրի։ Ձեր ծրագրի մեջ, ասենք, ձեր գործունեության մեջ, ինչ տեղ եք գտնում իրանց մասին, ասենք, հարցերը, ինչ ձևով եք մտածում իրանց մասին, խնդիրները, աշխատատեղերի։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, հավանական է, ես առաջի անգամ եմ ասում, ես ուրեմն Արցախից այն 20 թվականին որ եկան, ես մոտավորապես 30 ընտանիքի պահել եմ իմ մոտ 30 ընտանիքի, ոչ մի անգամ ոչ մեկին չեմ ասել։ Մոտավորապես 6 ամսից մի տարի ես մարդկանց պահել եմ, ամուսնացրել եմ, հիմա երեխա ունեն, հիմա էլ նորից ինձ մոտ մարդիկ կան ապրում են, հասկացար, չեմ ուզում ցույց տալ կամ ինչ որ մի բան անել, իրանք հիմա լսում են ինձ, այնպես որ ես տեր եմ կանգնած շատ-շատերին եւ բացի դրանից պետք է անպայման որ անցա քաղաքապետարանը մեծ հնարավորություններ ունի եւ անպայման իրենց նկատմամբ մենք բայրացկամ ենք լինելու, որովհետեւ մեր քույրերը եւ եղբայրներն են անպայման օգնելու ենք, անպայման։ Մի կարևոր բան էլ ասեմ իմ ծրագրերից, ասեմ թե չասեմ։ Արսեն։ Ասեք, իհարկե։ Ուրեմն հավանական է Հայաստանում առաջի անգամ պետք է ռազմական դպրոց բացեմ։ Ոչ թե սպորտ դպրոց պիտի բացեմ կամ երաժշտական դպրոց, այլ պիտի բացեմ պարտադիր մեզ ինչ որ անհրաժեշտ է ռազմական դպրոց։ Էլ եկեղեցի չպիտի կառուցեմ, ինչ որ կառուցեցի Փարք Տիրոջը արդեն հերիք է ամեն ինչը։ Եվ իմ անձնական, եւ իմ մոտիկների, եւ դրսի, եւ իմ հարազատների նյութական ուրեմն գումարներից պետք է ներդրեմ այդ ռազմական դպրոցի վրա։ Պետք է անպայման թրջող անօտաչու սարքեր պատրաստել տամ, երեխաներին 8-ից 10-րդ դասարանի մեր երիտասարդներին պիտի բերեմ այդտեղ սովորացնեմ, հրանոթի, մինամյոտի վրա կրակել եւ անպայման լուրջ մասնագետներ եմ բերելու, իրենց ֆինանսավորելու եմ եւ պետք է այստեղից պատրաստի կադրեր գնան բանակ։ Սա անելու եմ միանշանակ։ Իմ առաջի ծրագրերից մեկն էլ դա է լինելու։ Այսինքն դա նախաբանակային պատրաստում եք հասկացնելու։ Այո։ Օրինակ դուրը դեկավ քո Արսեն։ Իմ դուրն եկավ, որտեվ ես Իմ ասածս ձեր դուրն եկավ թե չէ, ուզում եք թե։ Իմ դուրս միշտ էլ ամեն ինչ եկել է։ Դե իմ մարդը իմ դուրս չգար, ես խելոքսեն չեն ասի, շուտ կավարտեի, արդեն հաղորդում է, շուտ եմ գուվարն է։ Բարի։ Չէ, շատ, ինչ կապված է իմ հայրենիքիս, իմ հայիս, իմ ազգիս համար իմ գլխիս վրա տեղ ունի։ Այն մարդով որ կանի իմ ազգից թեկուզ մի հատ չոփ։ Ժաննա ջան, խնդրում եմ բացեք ձեր էկրանը, ընկեր ջան, ու հարցը հնչեցրեք, հա։ Ժողովուրդով Բարսանում է, միանգամից դեպքերդ բացեք։ Անպայման չի էլի որ միշտ ասեմ, ցավերը տանեմ։ Խնդրեմ Ժաննա ջան, բացեք ու հարցը բացեք, հա, ահա, Ուրեմն ասեմ, ասեն հեռախոսը 5 րոպեից բրզնելու է, գիտենա Զարյատկեն։ Հա, պարոն Գացյան ջան, ես ուզում եի ասել, թե բռնած քայլերին Աստված օրհնի, թող մեր քաղաքը ձեզանով է միշտ հպարտացելու, ամեն մի անկյունը, որտեղ որ մենք քայլում ենք, հպարտանում ենք, որտեղ ամեն մի անկյուն, ձեր լումանը, ձեր քրտինքը, ձեր ապրածը, ձեր ամեն ինչը, պարոն Գացյան ջան, ես ուզում եմ, թեկուզ ես հիմա Երևանում եմ գտնվում, բայց ես սրտանց ուզում եմ, որ դուք անցնեք, որ մեր անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովեք, ձեր իսկ շնորհիվ հազարավոր ուսանողներ են ավարտել, անապահովների հուղարկավորություններ, թող դրանք բոլորը շարունակական լինեն,
առաջ Աստված, պարոն Ղուկասյան ջան, ես հետ եմ, իմ ընտանիքներ ձեր եմ։ Աբրես, Ժաննա ջան, ես ձեզ շատ եմ հարգում։ Աբրես։ Այդքանը, պարոն Ղուկասյան ջան։ Շնորհակալություն Ժաննա ջան, ես չհասկացա ճիշտն ասած, Արթուր ինչ ա եղել, Զարյատկի խնդիրը, երկարացման լարով Արթուր ջան։ Արթուրը ասում է բանը, նստում է բանը, կարող է Արթուրը հիմի ասեմ ինչի ինքը չի ուզում որ Զարյատկեն երկարնա, ինձ էստեղ ինքը հա գրում է պարոն Ղուկասյան, հիմի որը դենց ասեմ։ Ասում եմ մի հատ պարոն Ղուկասյանին հարցրա ինքը ինչպես է վերաբերվում քննադատության իմ գործնեությանս կարող է ես կարամ իրան քննադատեմ։ Հիմի դրա համար ուզում եմ որ անջատի, շանտաժ անում։ Թող ինքը հիմի հարցա ես պատասխանեմ, թող քննադատական հարցա ես պատասխանեմ իրան։ Թող դա, եթե ինքը ուզում է ինչ-որ մի սխալ բան է տեսնել, ես ված չեմ զգա, թող տվեք ես պատասխան։ Ես ավելի կոգևորվեմ, երբ որ այդպիսի հարցեր են ինձ տալիս։ Հարց կարելի է։ Պարոն Ղուկասյան, մի հատ սենց բան է էլի հետաքրքրում, էլի ինձ։ Օրինակ դուք ես լիշնը սենց ասեմ, լիշնը ձեզ միշտ են տղամարդ տեսակով եմ տեսել, ընդունե հասկացել որպես գյումրեցի առաջինը տղամարդ։ Հիմա դուք ո՞նց եք նայում, ասենք ընտրվեցիք քաղաքապետ, այս օրվա կառավարությանդ ո՞նց է գյոլայեթալի։ Սենց ընտնավարի հարցն եմ, էլի պարոն Ղուկասյան։ Գիտես ինչ, ուրեմն ես սուբորդինացիա պահող եմ, սուբորդինացիա։ Բարև տվեցին, բարև կտամ, բարև չտվեցին, բարև չեմ տա, հասկանալի է։ Ինչ տեսակ իրանք պահեցին, ես այդ տեսակ ինձ կպահեմ, իրանք հլը կդաստիրագեմ, կասեմ, ես ինչ ճանապարհ եք ընտրել, դուրս եկեք, հայ տղեկ եք, փոխեք ձեր կարծիքը, այդ թուրքերից հեռու մնացեք, հլը մի հատ բան, ես ինձ այդպես կպահեմ, հանգիստ տեղի ես ինչ որ կամ այդպես էլ կաբրեմ, ես բոլոր տեղերում ինչ որ իմ ուրեմն արյանս մեջ, ինչ որ ինձ թելադրում է իմ հոգիս վարունս, ես այդպես կպահեմ հայկական ու իրենց էլ մի բան եք զգաստացնեն, որ այսպես ավելի ճիշտ է քան այնպես։ Եղավ, շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Պարոն Ղուկասյան, քանի չի նստել Զարյատկեն, վերջին հարցն է տամ ձեզ ու այս հարցը ոչ թե ձեզ եմ տալիս։ Յուրաքանչյուր իմ հյուրիս ես տալիս եմ այդ հարցը, ձեզ բացառություն չեմ անի։ Բայց խնդրեմ մի քիչ կոնկրետ այդ հարցի տվեք ու վсё, պատասխանը ու վերջացնենք ձեր այդ այսօրվա հանդիպումը։ Պարոն Ղուկասյան, ձեր օպոնենտների մասին, չեմ ասի անուններ, դուք ընտրեք անուններ, ինչ լավ բան կարաք ասեք։ Վատը գիտենք, որ կա ու կա, լավ բան։ Ասեմ լավ բան, հավատքով մնան, խղճի հետևից գնան, ապաշխարեն այս աշխարհում, աղոթքով ապրեն, հայրենիք սիրեն, գնահատեն մեծ ու պզդիկ հարաբերությունները, ոնց որ քաղաքում մենք սովորել ենք մեր նախնիներից, մեր ծնողներից, մեր բաբերից, պահեն հայկական ավանդույթներս, եվրոպական փառքերից հեռու մնան, վռնդեն այդ եվրոպական ամեն ինչը, հավատքով ապրեն եւ ամենակարևորը արժանանան Տիրոջ աջակողմյան դասին։ Շնորհակալություն, բայց ես այսպես պնդաճակատ մարդ եմ, ցավը տանեմ։ Ես օրինակ բերեմ, որ մարդը անուն տալով, օրինակ ձեր անունը հնչել է, չգիտեմ դուք տեսել եք թե չէ, երբ որ ես հարցը տվել եմ ձեր օպոնենտներից մեկին, ձեր անունը հնչեցրել են եւ ասել են, որ էսա սարքել, այսա արել, անկախ նրանից, որ մենք այսօր սապերնիկներ ենք, բայց մարդը լիքը բաներ ունի արած քաղաքիս համար։ Ես ուրանալ չեմ կարող։ Հիմի դուք ինչ որ մեկին կարաք այդպես մեկին, 9-ից մեկին նշեք ու ասեք, այս մարդն էլ էս լավ բան արել, կուզենամ այդ պոզիտիվ նոտայի վրա այսօր վերջացնենք։ Արսեն ջան, ես այնպեսի մի հատ բան ասեցի։ Ես այնպեսի մի բան ասեցի, որ իրանց պապերը, իրանց հայրերը, իրանց պիտի դա կամենան։ Այսինքն ամենալավ բանն ասեցի, որ արժանանան վերին Երուսաղեմին։ Դրանից ենքով էլ ինչ ես ուզում։ Էլ ինչ եղնի ինձ համար սաղ սուտ է, կարևորը դա է, որ իրանց վերջը եւ այս աշխարհում եւ հանդերձյալ կյանքում բարի լինի։ Բարի մարդը որտեղ լինի, չի մոռացվի, միշտ կհիշվի։ Պարոն Ղուկասյան, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մնաց խաղաղությամբ։ Ապրես, ցավը տանեմ։ Բոլորը։ Շնորհակալություն ձեզ, ձեր թիմին, ձեր աշխատանքի համար, որ աջողություն անում եք։
Ես կխնդրեմ մի քիչ ակտիվ լինեք իմ այդ աշխատանքի ժամանակ, որովհետև ես ուզում եմ, որ իմ հետ ուզենան աշխատեն։ Ես չեմ գնում, նավիազվծը չեմ եղնում մարդկանց։ Ով աշխատում է, ես իրանց հետ աշխատում եմ, ցավերը տանեմ։ Իմացեք, որ ես ուզում եմ, որ ԿՊ-ն Գյումրիից հեռանա։ Ինչքան շուտ այնքան լավ, լավ մնացեք։ Պակա։ Շնորհակալություն, հաջողություն, պարոն Ղուկասյան։ Ժողովուրդ ջան, դե մեր մոտ զայրատկի խնդիր չկա, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մենք կարանք մեր եթերը շարունակենք, ինչ-որ խոսենք, ինչ-որ բաներից, ինչ հաստրեցինք տան, ովքեր ներքևում են, ժողովուրդ ջան, ես նայեցի մարդկանց շատերին չէի ճանաչում, աղջիկներին հիմնականում ինչ էի բարձրացնում, որ աղջիկները հստակ գոնե 90%-ով ուվերենի է, որ